Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք մեր ավանդական Կիրակնորյա ուղիղ եթերը եւ այս եթերը նվիրված կլինի մարտ ամսվա կարևորագույն աստղաբանական իրադարձություններից Նեպտուն մոլորակի մուտքին, ուրեմն Խոյ կենդանակերպ եւ Սև լուսնի մուտքին Կարիճ կենդանակերպ եւ իհարկե շատ կարեւոր է այս թեման, ընդհանրապես սա կլինի մեր ավարտական ուղիղ եթերը մարտ ամսվա համար, որովհետև ես մարտ ամսին, քանի որ շատ էին, առատ էին այդ աստղաբանական զարգացումներն ու իրադարձությունները, ես ամեն կիրակի ուղիղ եթեր է անում հենց այն պատճառով, որպեսզի ձեզ տեղեկացնեմ այդ իրադարձությունների վերաբերյալ։ Սակայն արդեն ապրիլ ամսվանից կարծում եմ կունենանք մեկ ուղիղ եթեր ամսվա ընթացքում եւ քանի որ ապրիլ ամսվա աստղաբանական իրադարձությունները այնքան առաջ չեն, այնքան կարևոր չեն, ինչքան մարտ ամսվա կանխատեսումն է, մարտ ամսվա իհարկե աստղաբանական զարգացումները։ Մարտը շատ հարուստ էր այդ զարգացումներով, Վեներան եւ Մերկուրին հետընթաց էին անհատական մոլորակները, խավարումների միջանցք ունեինք եւ այժմ հիմա եւս շատ կարեւոր ծանր մոլորակ Նեպտուն մոլորակը մուտք է գործում Խոյ, այսինքն փոխում է իր դիրքավորումը, փոխում է իր կենդանակերպը, ձկներից մուտք է գործում Խոյ եւ դա շատ դարակազմիկ իրադարձություն է, որտեղ Խոյ կենդանակերպում 163 տարին մեկ է հայտնվում Նեպտունը, անցնում է գարնանային գիշերահավասարի կետը, որը շատ կարևոր նշանակություն ունի աստղաբանության մեջ։ Սիրելի բարեկամներ, աստիճանաբար հավաքվեք, ինչպես միշտ ժամանակը քիչ է, իսկ ընտրված թեմաները բազմազան եւ շատ ծավալուն նյութ եմ ձեզ համար այսօր նույնպես նախապատրաստել, գրեք նախ ինչպես է ձայնը, ինչպես է պատկերը, որպեսզի մենք կարողանանք երկխոսության մեջ մտնել, եւ մենախոսություն իհարկե այնքան էլ հետաքրքիր չէ։ Բարի օր, Անջան Գայդավն է գրում, բարև ձեզ, ուրախ եմ, որ միացաք մեր ուղիղ եթերին։ Սիրելի բարեկամներ, գրեք ինչպես է ձայնը, ինչպես է պատկերը, որպեսզի կարողանանք շարունակել։ Իսկ մինչ այդ ես նախ սկսենք ուրախալի լուրերից, նախ այսօր շատ այսպես ջերմ պայծառ գարնանային օր է, որի համար բոլորիդ շնորհավորում եմ, գարուն այսպես արդեն մտել է իր լիիրավ լիազորությունների մեջ, երկրորդ է, սիրելի բարեկամներ, արդեն լույս է տեսել ուրեմն անտիֆեյք յութուբյան ալիքում Աստրոմիքս հաղորդաշարի երկրորդ հաղորդումը, սիրելիներս, անպայման դիտեք, եթե չեք դիտել։ Այժմ ես ներկայացնեմ հղումը եւ եթե չեք դիտել այս շաբաթվա շատ հետաքրքիր Աստրոմիքս ավելի մանրամասն հիմա այդ թեմաների շուրջ մենք կխոսենք, անպայման դիտեք, հա։ Անջան, Գյումրու ընտրություններից ինչ կասես, սիրելի Գայդավ, այսօր ընտրությունների օրն է, դա երրորդ ուրախալի լուրն է այսօր, իհարկե, այժմ ես հղումը Աստրոմիքսի ներկայացնեմ եւ կշարունակենք մեր եթերը, որովհետեւ ես կարծում եմ շատ կարեւոր է նաեւ այդ հաղորդումները դիտել, այնտեղ ես նույնպես շատ հետաքրքիր տեղեկատվություն եմ հաղորդում, սիրելի բարեկամներ։ Այժմ նախ Աստրոմիքսի հղումը ներկայացնեմ, շատ շուտով նաև իմ յութուբյան ալիքում, սիրելի բարեկամներ, աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի յութուբյան ալիքում կլինի ապրիլ ամսվա կանխատեսումները բոլոր կենդանակերպերի համար, այնպես որ բաժանորդագրվեք նաև իմ կներեք եւ աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի եւ բաժանորդագրվեք անտիֆեյք ալիքին, որտեղ ես ամիսը 2 անգամ ներկայացնում եմ շատ հետաքրքիր տեղեկատվություն ընթացիկ աստղաբանական զարգացումների վերաբերյալ։ Այժմ նախ ներկայացնեմ Աստրոմիքսի հղումը, սիրելիներս, իսկ այնուհետև
Բարև ձեզ դրական եւ բարի մարդ գրում է Մարինե Կարյանը։ Բարև ձեզ Մարինե ջան, դուք եք շատ դրական եւ բարի։ Ահա։ Սա Astromix-ն է, իսկ այժմ ներկայացնեմ նաեւ իմ YouTube-յան ալիքի հղումը։ Եթե բաժանորդագրված եք, անպայման բաժանորդագրվեք ալիքիս։ Ահա, սա արդեն իմ YouTube-յան ալիքի հղումն է, սիրելիներս։ Աստղային խորհրդատոանն է Հախվերդյանի հետ ալիքին, նույնպես բաժանորդագրվեք շատ շուտով, սիրելիներս, կլինի նաև ապրիլ ամսվա կանխատեսումները այս YouTube-յան ալիքում։ Եվ իհարկե երրորդ ուրախալի լուրը այսօր Գյումրու ընտրություններն են, շատ ծավալուն տեղեկատվություն ես չեմ կարող տալ, որովհետև ընտրության օրը չի կարելի այսպես ինչ-որ այս կամ այն թեկնածուի օգտին ինչ-որ խոսք ասել, բայց մենք կանդրադառնանք նաև այդ թեմային եթերի ընթացքում, շատ հետաքրքիր տեղեկատվություն եմ ձեզ հայտնելու, սիրելի բարեկամներ բոլորը, բարևում են, աստիճանաբար միացեք սիրելիներս, որովհետև գիտեք, որ ժամանակը ինչպես մի շատ սահմանափակ է, ես հերթի տակ աշխատում եմ, գիտեք, որ չորրորդ ուրախալի լուրը նա է, որ շարունակվում են մեր 50%-անոց զեղչերը իմ բոլոր ծառայությունների համար եւ այցի համար եւ on-line խորհրդատվության համար գործում է 50% զեղչ մինչեւ ապրիլի 15-ը, սիրելիներս, այնպես որ շտապեք, որովհետև արդեն գրանցումները շատ են եւ ես պարզապես չեմ հասնում, շատ շնորհակալ եմ սիրելի բարեկամներ, որ վստահում եք ինձ, վստահում եք իրական գիտելիքներին։ Եվ սա արդեն 4-րդ, 5-րդ եւ 6-րդ ուրախալի լուրը, սիրելի բարեկամներ, արդեն ստացել եմ Տրիշուլա մոգական թալիսմանը, հենց Տրիշուլան շատ կարևոր է այսօրվանից գրել, որովհետև այսօր ժամը 16-ին Նեպտուն մոլորակը, որի խորհրդանիշն է այս Տրիշուլան, փոխում է իր դիրքավորումը, որպեսզի խուսափեք զանազան ցնցումներից, կորուստներից 12 տարվա ընթացքում, 12-ից 13 տարի, ես իհարկե ավելի մանրամասն հիմա կներկայացնեմ, թե որքան ժամանակ է Նեպտունը իր մուտքից հետո խոյ կենդանակերպում մնալու, որպեսզի դուք ապահովագրված ես գաք, խոչընդոտներ չունենաք կյանքում, անպայման ձեռք բերեք Տրիշուլան, իմիջիալոց զեղչերը տարածվում են նաև Տրիշուլայի վրա։ Բարի օր Աննե ջան, ինչպես մի շատ դրական լիցքեր եք հաղորդում, շատ ուրախ եմ Գայանե Պողոսյան։ 6-ը, ինչ անցեմ, 7-րդ ուրախալի լուրը։ Դե այսքանն էին իհարկե ուրախալի լուրերը, սիրելիներս, աստիճանաբար հավաքվեք, ես 10 րոպե ընդամենը կարող եմ սպասել եւ կշարունակենք մեր հետաքրքրագույն ուղիղ եթերը, որը այսօր նվիրված է լինելու Նեպտուն մոլորակի մուտքին, խոյ կենդանակերպ, գիտեք, որ Նեպտունը շատ դանդաղաշարժ մոլորակ է, ծանր մոլորակ է եւ 12-13 տարվա ընթացքում մնում է միևնույն կենդանակերպի շրջանակներում։ Եվ իր ամբողջական շրջապտույտը զոդիակով, զոդիակի 12 նշաններով նա կատարում է 163-ից 164 տարիների ընթացքում, պես որ շատ դարակազմիկ իրադարձություն է այսօր տեղի ունենալու Երևանի ժամանակով ժամը 16-ին եւ Նեպտունը մուտք կգործի խոյ կենդանակերպ, որը այդ իրադարձությունը նախորդ անգամ տեղի ունեցել 163 տարի առաջ, այսինքն դա տեղի ունեցել փետրվարի 14-ին 1862 թվականին, համաձայնվեք, որ շատ կարևոր պատմական ցիկլեր է։
ապահովում մեզ համար Նեպտունը։ Բարև մեր սիրելի եւ սքանչելի Աննե ջան, ուրախ ենք, որ նորից ուղիղ եթեր կա, սիրով սպասում էինք։ Սիրելի Արմինե Գրիգորյան, ես էլ եմ ուրախ, որ դուք մշտապես այսպես մասնակցում եք իմ ուղիղ եթերներին, մասնակցում եք, որ հասկանում եք, գիտակցում եք, որ ես ձեզ հաղորդում եմ իրական գիտելիքներ, ես պատահական մարդ չեմ, իհարկե, եւ իհարկե ինձ ինչն է շատ ցավալի հանգամանքը իմ համար որն է այս ամենի մեջ, որ այսպես գիտելիք չունեցող կամ ինչ թրքամետ սորոսական խմբակներ, որոնք սպասարկում են այս թրքահպատակ իշխանությունները կամ առանձին մարդիկ, ովքեր իրենց հռչակում են համաշխարհային, համատիեզերական իմաստուններ, այսպես ինչ որ հանդես են գալիս փողի դիմաց, հանդես են գալիս որոշակի կոչերով, որոշակի հայտարարություններով, որ համաժողովրդական, այսպես համամարտկային սեր են վայելում, ունենալով այդ fake դիտումները, որոնք իրենց համար ապահովում են ըստ էության ֆեյքացին այդ ֆաբրիկաները սորոսական, այսինքն սնվելով Թուրքիայից եկող փողերով, նրանք ժողովրդին կեղծ տեղեկատվություններ են հաղորդում եւ տանում են հայ ժողովրդին դեպի կործանում, քարոզելով թրքահպատակության, այսպես եւ կան բազմաթիվ նաեւ աստղաբաններ, աստրոհոգեբաններ, կեղծ աստրոհոգեբաններ կան, հատկապես երկուսն են, որոնք հենց սնվում են այդ թուրքական փողերով եւ անամոթաբար խոսում են ժողովրդի անունից, հասկանու եք, ձեզ ով է թույլ տվել խոսել առհասարակ ժողովրդի անունից, ինչի եք դուք համարում, որ այդ ձեր fake կեղծ դիտումները դա համազոր է նրան, որ մարդիկ ձեզ դիտում են, մարդիկ ձեզ պաշտում են, մարդիկ ձեզ, չգիտեմ, այսպես երկրպագում են։ Ես ուղղակի, չգիտեմ, ինձ համար ցավալին նա է, որ Հայաստանը ընդհանրապես լինելով, կանգնած լինելով աստղաբանության ակունքներում եւ ընդհանրապես միշտ հայ ժողովուրդը փայլել է բոլոր դարերում իր գիտնականներով, իր մաթեմատիկոսներով, աստղաբաններով, փիլիսոփաներով, բժշկապետերով եւ դա հենց Մատենադարանը դա դրա լավագույն ապացույցն է, որ մենք բոլոր դարերում ունեցել ենք փայլուն գիտնականներ։ Հիմա սրանք այս չգիտեմ, կեղծ fake գիտություն տարածողները, աստրոհոգեբանությունը դա fake գիտություն է, սիրելի բարեկամներ, դա ստեղծված է մասոնական խմբավորումների կողմից, որպեսզի համաշխարհային մակարդակով մարդկանց շեղեն իրական գիտությունից, այսինքն իրական աստղաբանությունից։ Աստղաբանությունը հոգեբանության մեջ հետ շատ աննշան, շատ չնչին առնչություններ ունի։ Իրականում աստղաբանությունը կապ ունի գենետիկա գիտության հետ եւ դրա մասին փաստում է բացզին, որը ցույց է տալիս մարդու գենետիկան, այսինքն մարդու արարիչը ներդրել է այդ գիտությունը բացզի մեջ, որպեսզի ցույց տա որտեղից է ծագում մարդ արարածը, բայց աստրոգենետիկա լավ չի հնչում, գեղեցիկ չի հնչում, ի տարբերություն աստրոհոգեբանության, եւ այդ իսկ պատճառով նրանք որոշեցին աստղաբանությունը կցել հոգեբանությանը եւ ստեղծել այդ կեղծ ուրեմն գիտությունը, որը հիմա լայնորեն տարածվում է եւ վատը նա է, որ այդ, այսպես ասած, գիտության տակ խցկվում է եւ քարոզվում է ցանկացած բան, այսինքն լինել թրքահպատակ, որ ինչքան լավ է լինել թրքահպատակ, այդ տարիքով աստրոհոգեբանը դա է քարոզում, որ հայերը պետք է ենթարկվեն թուրքերին, որ այսպես մենք փայլուն ապագա կունենանք թուրքերի հետ եւ այլն, եւ դա այդ ամենը տիրաժավորվում է, 100 հազարավոր, միլիոնավոր դիտումներ է հավաքում այդ անձնավորությունը։ Ես ուղղակի չեմ, բնական է դա ֆեյքի ֆաբրիկաների, դա ֆեյքացին այդ
չգիտեմ, վիժվածքներն են այդ ամենը անում, փողի դիմաց, ուրանում են հայոց ցեղասպանությունը, ուրանում են ընդհանրապես նաև 44 օրյա պատերազմի զոհերին եւ տարածում են այդպիսի կեղծիքներ, հեսա Մակրոնը գալու է ամբողջ այս Հայաստանը ազատագրից ով եւ այսինքն կամ հիմարություններ կապված, որ Թուրքիան հանրապաստ քաղաքականություն է վարում եւ այդպիսի թյուրիմացություններ, սիրելի բարեկամներ, որ ես ուղակի ապշած եմ, ցավս նա չէ, որ նրանք ունեն այդ դիտումները, շատ շուտով այդ ֆեյքի ֆաբրիկաները փակվելու են ֆինանսավորման բացակայության պայմաններում, այդ Թուրքիան նույնպես հիմա բարդ վիճակում է գտնվում, այնպես չէ, որ Թուրքիան մշտապես կարող է ֆինանսավորել այդ սորոսական, այսպես ասած, ֆեյքի ֆաբրիկաները, դա նույնպես կզրոյանա, շուտով նրանց դիտումները կզրոյանան, ոչինչ, ես իմ ցավը դրան մասին չէ, իմ ցավը նրան մասին է, որ այնուամենայնիվ մարդիկ այսպես լսում են այդ ամենը, այնուամենայնիվ դիտում են այդ հաղորդումները եւ կեղծ, այսպես բացի կեղծ տեղեկատվությունից, շեղվում են իրական ճանապարհից, շեղվում են մեր պայքարից, որովհետեւ հայ դատից հրաժարվել այս ըստ էության նրանք Նիկոլ Փաշինյանի այսպես մանիպուլյացիաներն են օգտագործում, խոսում են ժողովրդի մասին, ժողովրդի անունից Նիկոլ Փաշինյանը նույնպես ասում է, այո, եթե ժողովուրդը ցանկանա, ես հրաժարական կտամ, բայց ժողովուրդը իհարկե մեծ մասամբ ցանկանում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, բայց նա չի տալիս, այսինքն դա պոպուլիստական ինչ-որ այսպես բան է, ասվածք է, որը իրական Հայաստան, ես փրկում եմ ձեզ եւ այդ ամենի փաթեթավորմամբ է մատուցվում մարդկանց եւ նրանք նույնն են անում այդ աստրոհոգեբանները, որոնք ընդհանրապես գաղափար չունեն իրական, եթե դու աստրոհոգեբան ես, դու կանխատեսում անելու գործիքակազմ չունես, ինչ կապ ունես դու աստղաբանության հետ, դու պետք է միայն ներկայացնես մարդու հոգեբանությունը, կախված նրա հորոսկոպում օրակների դիրքերից, բայց նրանք այսպես պատասպարվելով համընդհանուր այդ մասոնական ծրագրի կողմից ընդունված աստրոհոգեբանության տակ մարդկանց տանում են դեպի անդունդը եւ սա գիտեք ցավալին նա է ոչ միայն իհարկե աստղաբանության ոլորտում է այս կեղծ այսպես թեզերը տարածում, այլ նաև այլ ոլորտներում, քաղաքագիտական վերլուծություններում եւ նույնպես այդ կեղծ քարոզիչներ, այդ աղանդների, նրանք աղանդի են նման, ուղղակի աղանդի են նման, որոնք Եվրամիության հետ պետք է դաշինք կազմել, չգիտեմ, այդպիսի բաներ են քարոզում, որ Ֆրանսիան կփրկի Հայաստանը, Ֆրանսիան քանի անգամ դավաճանել է Հայաստանը, եթե չգիտեք, կարդացեք, Ֆրանսիան հանձնել է Կիլիկիան 1916 թվականին, պարզապես հանձնել է թուրքերին եւ կրկնակի կոտորած է այնտեղ տեղի ունեցել։ Եվ նաեւ քարտեզագրության մեջ դուք պատկերացնում եք այդ տարիքով մի մարդ կա, ամոթել չի անում, գոնե կարմիր գծեր չունեն, հասկանում եք, ես չգիտեմ էլի, ասում է, հեսա Ադրբեջանը այդ գրաված տարածքներից դուրս կգա Հայաստանին կվերադարձնի իր տարածքները, հասկանում եք ինչեր են խոսում, կամ թուրքագետ կա, նույնպես խոսում է, որ Թուրքիան վարում է հայնպաստ, ես ընդհանուր բառը, ես իր բառերը չեմ մեջ բերում եւ չէ, նպատակել չունեմ այդ մարդու բառերը մեջ բերել, նա ասում է, որ Թուրքիան ընդհանուր իմաստը նա է, որ Թուրքիան վարում է հայնպաստ քաղաքականություն, այսինքն այդ 1.5 միլիոն հայերի կոտորածը հեչ, 5000-ից ավել զոհեր, որ մենք տվեցին 44 օրյա պատերազմում, ընդ որում թուրքական բայրակթարների տակ են զոհվել մեծ մասը, դա հեչ, բայց Թուրքիան վարում է հայնպաստ քաղաքականություն, սա սահմանը կբացվի, ամեն բան լավ կլինի, դուք հասկանում եք ինչ է տեղի ունենում, եւ ինչի դիմաց, մի 2 կոպեկ լափի դիմաց, հասկանում եք, ընդհանրապես այդ մարդիկ որևիցե, չգիտեմ, չէ, բարոյականություն, կարմիր գծեր չունեն, բացարձակ չունեն,
Այդ քարտեզագիրը, այո, նա միակ մարդն է ստեյության, որին թույլ է տրվում Մատենադարանում ուսումնասիրել հին քարտեզներ, հասկանալ է, բայց դրա դիմաց նա այսպես հառաջի ալիքով ինչ որ այդպիսի նիկոլական թեզեր է տարածում իրական Հայաստանի մասին, չգիտեմ, որ հեսա ադրբեջանցիները դուրս կգան այդ տարածքներից։ Եվ դուք մշտապես ինձ ասում եք, որ այսպիսի մեկնաբանություններ եք գրում, որ ինչու Հայաստանի Հանրապետության համար եւ հայերի համար առհասարակ դրական մորակային դիրքեր դրական ժամանակաշրջան չի գա։ Սիրելի բարեկամներ, այստեղ բանը նրանում չէ, ինչպիսի դիրքավորումներ ունեն մորակները երկնքում։ Եթե ժողովուրդը ցավալիորեն հիպնոզացված է, թուղթուգիր արած է, ես չգիտեմ, այդպիսի անձնավորությունների աստրոհոգեբաններ կլինեն, թրքագետ կլինի, քարտեզագետ կլինի, գնում է նրա հենց հետևից, դա շատ կներեք նման է նրան, որ այդ ավանակի դիմաց այդ գազարը այսպես բանենամ, շատ կներեք այդ համեմատության համար, ես ուղղակի ուրիշ համեմատություն չունեմ, այսպես ցույց են տալիս եւ նա վազում է այդ կերի հետևից եւ գլորվում է անդունդը, սա դրան է նման, այսինքն ժողովուրդը ինքը պետք է վերածնունդ ապրի, իսկ ինչպես պետք է լինի այդ վերածնունդը, ինչպես պետք է սկսվի, այո, այդ վերածնունդը պետք է սկսվի իրական գիտելիքների ուսումնասիրումից, որովհետև այնքան շատ է հիմա այդ ֆեյքը, այդ կեղծ տեղեկատվությունը համացանցում, որ մարդիկ պարզապես մոռացել են երևի, որ իրանք աստվածային գեներ են կրում, որ հայրին ինչու են ցանկանում ոչնչացնել, հայ ժողովուրդը կրում է աստվածային գեներ, նախամարտկային քաղաքակրթությունների գեներն է կրում, դրա համար որոշել են ոչնչացնելու, ինչպես եւ պաղեստինցիներին Գազայում եւ այլ ժողովրդի Սիրիայում այդ ալավիտներին են ցեղասպանում, ալավիտներին ցեղասպանում են եւ բերում են սպորտի նախարար են նշանակում, նույն քայլերը ինչ որ անում է Նիկոլը, ես ասեմ, նույն այսպես թուրքական ծրագիրը նույն այդտեղ է, նույնը գործում է Սիրիայում հիմա, այսինքն ինչ է դա նշանակում, դա նշանակում է, որ մարդիկ ծախվում են եւ դառնում են նախարար, դառնում են սա, նա, որևիցե ազդեցություն նրանք իհարկե չեն կարող ունենալ Սիրիայի քաղաքականության վրա, նույնը այստեղ է լինելու, ես ձեզ զգուշացնում եմ, հիմա չասեք, չգիտեմ, ինչեր ես ասում եւ այլն, կամ չեք զգուշացրել մեզ, ես զգուշացնում եմ, որ նույն Սիրիայի պատմությունը կրկնվելու է Հայաստանում, այո, հայ ինչ որ մինիստրներ նշանակվելու, նախարարներ, սպորտի նախարար, դրանք մնալու են, մնացածը թուրքեր են լինելու, մի խոսքով սիրելի բարեկամներ, շատ տխուր իրականության մեջ ենք ապրում, ես հույսով եմ, որ այսօր Գյումրին ճիշտ ընտրություն կկատարի եւ կընտրի ընդդիմադիր, ցանկացած ընդդիմադիր գործի եւ առհասարակ շատ քիչ ձայներ կհավաքի նիկոլիստական այդ թեկնածուն, ես հույսով եմ, շատ լիահույս եմ, որտեվ գյումրեցիները արժանապատիվ մարդիկ են եւ պետականամետ մարդիկ են, Գյումրին անգամ ավելի զարգացած է եղել պատմականորեն, քան Երևանը պատմականորեն, այնպես որ ավելի այսպես հին քաղաք է, քաղաքային ավանդույթների տեսանկյունից, Երևանում այդ քաղաքային ավանդույթը ընդհատվել է տարբեր տեսակի զավթիչների հետևանքով, հա, Այդ եղջյուրներից ինչ է սպասվում, չեք ասի, սիրելի Տոմա Խաչատրյան, բոլոր կենդանակերպերին այժմ ես կանդրադառնամ, Մարիշ Աբրահամյանը գրում է, գոնե թուրքերից օրինակ վերցնեն, տեսնեն ոնց են պայքարում, իսկ սրանք զոմբիացած նարկոմանների, դե այո, սիրելի Մարիշ Աբրահամյան, ես ձեր հետ համաձայն եմ, ցավալիորեն տարբեր տեխնոլոգիաներ են օգտագործվել մեր ազգի դեմ եւ
NLP, այսինքն նեյրոլինգվիստիկ ծրագրավորում եւ տարբեր մոգական գիտեք ծեսեր են անցկացվել այս տարածքում այդ թուրքերի կողմից, որպեսզի ժողովուրդը այսպես пассивանա, չպայքարի, ակտիվ տղամարդիկ հեռանան Հայաստանից, կանայք երեխաներ չկարողանան, այդ ամբողջը թուրքական ծրագիր է։ Նրանց պետք չէ որ հայը վերարտադրվի, նրանց պետք է որ հայը այս տարածքից մաքրվի, դա է միակ թուրքական ծրագիր է, այսպես ասած։ Այդ այս պատճառով սա շատ տրամաբանական է, որ տարբեր քարոզչամիջոցներ են օգտագործում, լինի դա աստղաբաններ, լինի դա, չգիտեմ, թուրքագետներ, տարբեր քարտեզագիր, ես շատ հարգում եմ այդ պապիկին, շատ հարգում եմ, իսկապես նա գիտական մեծ ավանդ ունի քարտեզագիտության մեջ, ես նրա դեմ ոչինչ չունեմ, բայց նա ոնց կարող է այդպիսի բաներ ասել, այդ դա ինձ չգիտեմ, ես չեմ իմ գլխի մեջ դա չի տեղավորվում, ոնց կարող է հագիտությամբ, ընդհանրապես ձեռագիր բռնած մարդը ոնց կարող է այդպիսի բան ասել, իմ ուղեղի մեջ չի տեղավորվում, սիրելիներս։ Սիրելիներս բազմաթիվ հարցեր եք գրում, կոմենտներ, ինչքանով է ճիշտ հայերը եւ շումերների մեջ կապը, գրում է Տաթևը, որոշ նյութեր են շատ ժամանակ կարդում այդ մասին։ Սիրելի Տաթև, այո, դա հենց այդպես է, որովհետև դրանով զբաղվում էր իհարկե լուսահոգի Մովսիսյան Արտակը, շատ նա Արատապետության մասին նրա ստեղծագործությունը, նրա գիրքը եւ ընդհանրապես նա համարում էր, որ ամբողջ այդ պետական կառույցը, որը Շումերում զարգացել էր հենց հայերի շնորհիվ։ Եվ նաև ես պետք է ասեմ, որ բազմաթիվ լեքսեմների տեսանկյունից բառարմատների նկատի ունեմ, շատ մեծ ընդհանրություններ կան շումերերենի եւ հայերենի միջև։ Ընդհանրապես հայերենը պահպանել է նախամարտկային լեզվի լեքսեմների մեծ մասը եւ նմանատիպ լեքսեմներ դու կարող եք հանդիպել աշխարհի բոլոր ծայրերում եւ այդ թվում նաեւ հարավային Ամերիկայում նաեւ շատ հանդիպում են հենց հարավային Ամերիկայում, շատ հետաքրքիր է այդ Կեցալկոատլ այդ զարմանահրաշ այդ օծը, որը քաղաքակրթություն է բերել հարավային Ամերիկա, ընդհանրապես եւ այդ ամբողջ մեզոամերիկյան տարածաշրջանում, նա այդ կեց բառը, դա կեցություն բառից է, իր զոհաբերությամբ ստեղծել է, վերականգնել է մարդկությունը, հենց կեց բառից է, կեցի բառից է, կեց է, կեց եւ կյանք բառից է ծագում, այնպես որ դա շատ լրջագույն, իհարկե դա լրջագույն հետազոտության կարիք ունի։ Շատ շնորհակալություն, հարգելի սիրելիներս, այժմ արդեն ես երկար չձգեմ, մենք արդեն 27 րոպե ուղիղ եթերում ենք, սկսենք այսօր, սիրելի բարեկամներ, շատ կարևոր օր է, որովհետև այսօր մարտի 30-ին Երևանի ժամանակով ժամը 16-ին Նեպտուն մոլորակը, անորոշության միստիկայի մոգության մոլորակը մուտք է գործում խոյ։ Նեպտունը գիտեք նա տրանսատուրներին է վերաբերում, այսինքն շատ հեռու Սատուրնից էլ այն կողմ, Ուրանից էլ այն կողմ է գտնվում, եւ Նեպտունը մեծ, այսպես մեծապես ազդում է հատկապես գաղափարախոսության վրա, կրոնի վրա, մարդկանց հավատալիքների վրա, նաև նա կապված է ֆինանսական ոլորտի հետ, այսինքն էական փոփոխություններ մենք կնկատենք նաև ֆինանսական ոլորտում, ոչ միայն գաղափարախոսություն, այդ չգիտեմ, կրոն, միստիկա, մոգություն, այլ նաև ֆինանսական ոլորտում։ Նեպտունը մարդկանց միջև կոմունիկացիայի մեծագույն վարպետ է, այսինքն նա առաջացնում է մեծ մասսաների ձգտում եւ սեր այս կամ այն նոր տեխնոլոգիաների, օրինակ լայնորեն 20-րդ դարի վերջից, այսպես այդ կինոաստղերի երկրպագությունը, հա, որը ինչից էր, որը առաջացել էր ըստ էության հենց այդ բանից, սիրելիներս, կինոյի
տեխնոլոգիայի ներդրումից, հա, այդ երկիչներ, դերասաններ ցույց այդ բոլոր երկրպագությունը, բոլոր այդ նաև մոդա, նորաձևությունը նույնպես կապված է Նեպտուն մորակի հետ, այնպես որ մենք շատ հետաքրքիր փուլ ենք մտնում եւ Նեպտունը մոտ գործելով խոյ իհարկե մեծ փոփոխություններ եւ առաջընթաց կբերի բոլոր այդ տեխնոլոգիաների մեջ, թե ֆինանսների հետ կապված, այսինքն նորագույն տեխնոլոգիաներ կապված թվային, ուրեմն գումար փողի հետ, բիտկոին եւ այլն թվային դարտարժույթների հետ, թե մոդայի մեջ ավելի էքսցենտրիկ կդառնա այդ նորաձևությունը, ավելի թե կինոյի մեջ, թե մարդկանց միջև այդ հաղորդակցության մեջ զգալիորեն նորագույն ուրեմն տեխնոլոգիաները շատ կաճ են եւ Նեպտունը այս տարի մշտական չի մոտ գործի խոյ, դեռ առաջին քայլերը կանի խոյ կենթանակի, մակը ամենամեծ ազդեցությունը Նեպտունի կողմից կրելու են խոյերը, որովհետև իրենց կենթանակերպով այնտեղ որտեղ գտնում է իրենց արեգակ անցնում է Նեպտունը։ Նեպտունը հուլիսի 5-ին այս տարի 2025 թվականին կանգ է առնելու 2 աստիճան խոյ կենթանակերպ, այսինքն 2 աստիճանով ընդհանրապես առաջ խաղալու խոյի մեջ եւ դեկտեմբերի 10-ին 2025 թվականին Նեպտունը կվերադառնա ձկներ, բայց շատ կարճ ժամանակահատված, այսինքն մեկ անգամ էլ ստուգայց կկատարին ձկներ, քանի որ ձկներում Նեպտունը իշխում է, սիրելի բարեկամներ, այդ իսկ պատճառով մոտակա այս անցյալ 10-12 տարիների ընթացքում շատ մեծ փոփոխություններ էին կատարվում, թե դեղագործության, ձկները կապված են դեղագործության հետ, թե նույն այդ կինեմատոգրաֆի հետ, թե մարդկանց միջև կոմունիկացիայի հետ, նույնը բոլորը ձկների հետ է վերաբերում, համաշխարհային գլոբալ ցանց է ստեղծվել, արդեն ավելի ակտիվ են միջանձնային հարաբերությունները, անկախ նրանից ինչ հեռավորության վրա են գտնվում մարդիկ, նրանք միավորվում են, նրանք միևնույն գաղափարներ ունեն եւ կարողանում են կոմունիկացվել, շփվել, դա Նեպտունն է անում։ Իհարկե Ուրանի հետ միասին, անշուշտ։ Եվ միայն հունվարի 26-ին 2026 թվականին Նեպտունը վերջնականորեն մուտք կգործի խոյ կենթանակի, որտեղ նա կմնա 13-ից 14 տարիների ընթացքում կգտնվի հենց խոյ կենթանակերպում եւ առաջին անգամ մուտք կգործի ցուլ 2038 թվականի մայիսի 22-ին առաջին անգամ նա մուտք կգործի ցուլ, արդեն ցուլերին է վերաբերվելու այդ մշակութային հեղափոխություն, Նեպտունը, տեսեք, Ուրանը քաղաքացիական հեղափոխություն է ղեկավարում, Ուրանը, որը 2018 թվականի գարնանը մուտք գործեց ցուլ, նա Հայաստանում բերեց այդ թավշյա, այսպես կոչված հեղափոխություն, այսինքն քաղաքական, հա, հենք ուներ դա, բայց Նեպտունը մշակութային հեղափոխություն է բերելու եւ խոյը իհարկե հեղափոխական նշան է, գաղափարական նշան է, եւ խոյը կապված է գլխի հետ, շատ մեծ նշանակություն կունենան գլխի աքսեսուարները եւ ընդհանրապես մարդու հենց այդ դեմքը, ֆեյսը շատ կարևոր նշանակություն կունենա Նեպտունի մուտքով խոյ կենթանակերպ։ Եվ ասացինք արդեն, որ 163-ից 164 տարվա ընթացքում Նեպտունը շրջապտույտ է կատարում ամբողջ 12 նշանների միջև եւ կրկին անցնում է գարնանային գիշերահավասարի կետ, այսինքն խոյի 0 աստիճան, դա շատ կարևոր եւ սկզբունքային խնդիր է, այսինքն նոր գաղափարախոսություն, նոր միավորումներ, պետական նոր միավորումներ, մարդկային նոր միավորումներ կապված հենց այդ գաղափարախոսության հետ, ավելի գլոբալացումը մի այլ կարգի բարձր մակարդակի է գալու, բայց խոյը շատ սկզբունքային է, խոյը շատ այսպես անկոտրում է, պոզավորը, հա, կոպիտ ասած, եւ նա հենց այս գաղափարախոսությունն է ճշմարիտ, այսինքն պայքար է լինելու տարբեր գաղափարախոսությունների, տարբեր կրոնների միջև այդ պայքարը ցավալիորեն ավելի սրվելու է եւ դա միաժամանակ ստեղծելու է նոր գաղափարախոսություններ, նոր կրոնների ի հայտ գալ, նոր այսպես խաչակրած արշավանքներ, այսինքն խաչակրած արշավանքներ, ես ասում եմ, դա իհարկե
խորհրդանշական ձևով, այսինքն ցանկություն է առաջանալու մարդկանց անպայման իրենց գաղափարը փաթաթել ինչ որ մեկ այլ մարդու, այսինքն այդ տոլերանտությունը, որ այդպես քարոզվում է նախորդ 12 տարիներին գաղափարախոսության, թե քաղաքական իմաստով, թե այլ իմաստներով տոլերանտությունը, թե թեկուզ այդ սեռական կողմնորոշման տոլերանտությունը, այդ ամենը վերանալու է, այսինքն ավելի կոշտ պայքար է մղվելու տարբեր խմբեր, այդ պայքարը մղելու են իրենց գաղափարախոսությունները իրականացնելու համար, այսինքն այլևս այդ գոմիկ լեսբի, դա այդ ամենը հաջողություն, սորոսական այդ խմբերը, որոնք պայքարում էին կարծես թե ասենք օրենքների կատարման, իրավահավասարության, դեմոկրատիայի, այդ բոլոր այդ կեղծ արժեքներ, իրականում նրանք չէին դավանում այդ արժեքներին, պարզապես նրանք պայքարում էին դրա համար փողի դիմաց, այսինքն վարձվել էին գաղտնի կազմակերպությունների կողմից, երբ Նեպտունը անցնում էր ձկներով այդ ժամանակահատվածում, երբ իշխում էին այդ բարքերը, հա, Ամերիկայում եւ նաեւ այդ կորոնավիրուսը եւ այլն, դա նույնպես գաղտնի կազմակերպությունների կողմից ստեղծված զենք է, բիոլոգիական զենք է, որը որ ուղղված էր մարդկանց ոչնչացման, այսինքն դա ամբողջը տեղի ունեցել այն ժամանակ, երբ որ Նեպտունը գտնվում էր ձկներում իր զորության մեջ, գաղտնի կազմակերպություններ, շատ լայն, այսպես լայնորեն զարգանում էին, բարձր մակարդակին հասնում այդ գաղտնի ծառայություններ, գաղտնի պայմանավորություններ, ապա այժմ այդ ամենը ջրի երես է դուրս գալու եւ արդեն իսկ Ամերիկայում այդ ամենը ջրի երես է դուրս գալիս եւ փակվում են բազմաթիվ այդ կազմակերպություններ USAID-ին, որոնք իրականացնում են այդ գաղտնի ազդեցություն, գաղտնի տարբեր կազմակերպությունների միջոցով գաղտնի կերպով ազդում էին այս կամ այն հասարակության վրա, որպես իշխանության կան իրենց ցանկալի մարդիկ եւ ուժեր, որը որ ցավալիորեն 2018 թվականին տեղի ունեցավ Հայաստանում նաեւ, այսինքն նրանք հասցրեցին մինչեւ Նեպտունի մուտք գործելը, խոյ հասցրեցին իշխանության բերել այդ սև ուժերին, հա։ Եվ շատ կարևոր է իմ հետազոտությունը ցույց է տալիս, որ շատ մեծ ազդեցություն է գործում Նեպտունը խոյ կենդանակերպում պատմականորեն հատկապես Ռուսաստանի վրա։ Մեծ փոփոխություններ, մեծ ցնցումներ, մեծ տրանսֆորմացիաներ են տեղի ունեցել Ռուսաստանում այն տարիներին, երբ Նեպտունը անցնում էր խոյ կենդանակերպով, շատ հետաքրքիր դիտարկում է եւ նաեւ ԱՄՆ-ում, դե ԱՄՆ-ն գիտեք, որ շատ երիտասարդ պետություն է, ընդամենը 300 տարվա պատմություն ունի ԱՄՆ-ն, բայց անգամ ԱՄՆ-ի վրա մեծագույն ազդեցություն ունի Նեպտունը խոյ կենդանակերպը, ես ենթադրում եմ, որ ընդհանրապես կայսրությունների վրա է ավելի շատ ազդում այս Նեպտունի այս դիրքը, օրինակ Նեպտունը մոտ գործեց անցած անգամ, այսինքն 164 տարի առաջ, փետրվարի 14-ին 1862 թվականին կրկին մոտ գործեց խոյ եւ դուք գիտեք, որ այդ ժամանակ տեղեր ունենում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը, հյուսիս-հարավի այդ պատերազմը 1861-1865 թվականներին։ Եվ նաև Ռուսաստանում նույնպես հետաքրքիր է, որ զուգորդված են գնում այդ գործընթացները։ 1861 թվականին Ռուսաստանում չեղարկվեց այդ крепостное право կոչվածը, երբ ուրեմն ազնվականությունը ըստ էության ճորտեր ուներ, գյուղացիները ճորտեր էին, այդ ճորտատիրական հասարակությունն էր եւ ճորտերին կարելի նվիրել, վաճառել, չգիտեմ, եւ այլն, այդ ամենը չեղարկվեց հենց 1861 թվականին, այն ժամանակ, երբ Նեպտունը արդեն մոտենում էր խոյ կենդանակերպին, այսինքն նույնպես հիմա մենք սպասում ենք մեծագույն փոփոխություններ։ Շատ հետաքրքիր է, սիրելի բարեկամներ, որ Վլադիմիր Իլիչ Լենինը, որը ծնվել է 1870 թվականի ապրիլի 21-ին, նրա քարտեզում աստղային Նեպտունը միացած է սև լուսնի հետ,
խոյ կենդանակերպի 20 աստիճանում եւ դուք գիտեք, որ ինչ մեծ ազդեցություն է ունեցել այդ անձնավորությունը ամբողջ աշխարհի այդ հեղափոխական շարժումների վրա եւ ինչպիսի կեղծ գաղափարախոսություն է, հա, տարածել այդ բոլշևիզմի կեղծ գաղափարախոսությունը, բոլորի հավասարությունը եւ այլն, իսկ իրականում այդ ամենը այսպես քողարկող այսպես ցանց էր իրենց հարստացման նույն բոլշևիկների հարստացման եւ բոլոր կյանքի բարիքներից օգտվելու համար։ Ու ըստ էության նույնը հիմա այդտեղ ունենում Հայաստանում, այսինքն այդ կեղծ իրական Հայաստան, Թավշյա հեղափոխության գաղափարախոսություն, այդ ամենը ուղղակի քողարկիչ ցանց է նիկոլական, այսպես ասած, թուրքահպատակ իշխանությունների հարստացման եւ այլ կյանքը վայելում են նրանց, այսպես ասած, շատ չի հետաքրքրում մարդիկ արցախցիները օրինակ ինչ վիճակում են եւ այլն եւ այլն։ Եվ Պետրոս առաջինը, սիրելի բարեկամներ, նույնպես իր գործունեությունը 1699 թվականին նույնպես եղել է Նեպտունը խոյ կենդանակերպ, դա Պետրոս առաջինի ժամանակահատվածն է։ 1536 թվականին թուրք-պարսկական պատերազմներ են ընթացել այն ժամանակ, երբ որ Նեպտունը գտնում էր խոյ կենդանակերպ, նաև թուրք-հունգարական պատերազմներն են տեղի ունեցել եւ նույնպես որը մեծագույն ազդեցություն է ունեցել նաեւ Հայաստանի վրա։ Գիտեք, որ Պարսկաստանը ցավալիորեն մեծ տարածքներ է զիջել Օսմանյան կայսրության այդ ժամանակ, ցավալիորեն, եւ այդ այս պատճառով մեծ աղետ է եկել հայ ժողովրդի գլխին, հա։ Եվ 1371 թվականին նույնպես Նեպտունը գտնվում էր խոյ կենդանակերպում, դա Լենգ Թեմուրի արշավանքներն են, նաև Տաթևի վանքի ստեղծումը եւ ծաղկման այդ շրջանն է եղել։ Շատ հետաքրքիր է նաև ռուսների մասին, տեսեք ինչ եմ հայտնաբերել, առաջին պատմական հիշատակությունը 552 թվականին էր, որ նույնպես Նեպտունը գտնվում էր խոյ կենդանակերպում։ Շատ իհարկե ժամանակակից աստղաբանության մեջ Ռուսաստանի հովանավոր եւ առհասարակ ռուս ժողովրդի հովանավորը համարվում է ջրհոս կենդանակերպը, մասնակիորեն ձկները, բայց փաստորեն խոյը նույնպես շատ մեծ ազդեցություն ունի նաև հռոմեական կայսրության փլուզման հարցում, նույնպես Նեպտունը խոյ կենդանակերպում շատ մասնակցել է 60 թվականին մեր թվարկության, այնտեղ նույնպես եւ Նեպտունն էր գտնվում խոյ կենդանակերպում եւ Պլուտոնն էր գտնվում ջրհոսում, ինչպես եւ հիմա, այսինքն այդ նոր գաղափարախոսությունը, որը քրիստոնեությունն էր, այնտեղ իհարկե տարբեր կրոնական փոքրամասնությունների պայքար էր գնում հռոմեական կայսրությունում եւ նաեւ միտրականությունը, այսինքն այդ արևի պաշտամունքը նույնպես որ Պարսկաստանից էր թափանցել հռոմեական կայսրություն շատ մեծ այսպես դեր ուներ, շատ հետևորդներ ուներ միտրականությունը եւ քրիստոնեությունը, որը իհարկե փոքրամասններ, որ շատ ավելի ճնշումների էր ենթարկվում, հա, քրիստոնյաներ հռոմեական կայսրությունում եւ փաստացի դա հենց այդ 60 թվականն էր մեր թվարկությամբ, երբ որ եւ Պլուտոնն էր ջրհոսում եւ Նեպտունն էր խոյ կենդանակերպում, շատ հետաքրքիր պատմական զուգահեռ, իհարկե ավելի խորը ես չգնացի, պարզապես արդեն դա առանձին նյութ կլինի վիդեոյի համար, իսկ այժմ իհարկե ժամանակը սահմանափակ է, այդ պատճառով ես այժմ ինչ կներկայացնեմ ձեզ ինչպես է Նեպտունի դիրքի փոփոխությունը ազդելու կենդանակերպերի նշանների վրա, որովհետև երկարատև գտնվելը, այսինքն ծանր մորակները, որոնք երկար են գտնվում միևնույն կենդանակերպում, ենթադրենք 10 տարուց ավել Նեպտունը մնացել էր ձկներում, նա մեծապես ազդել էր իհարկե բոլոր կենդանակերպերի ճակատագրի վրա, ինչ որ իրադարձությունների մեջ դրան անդրադարձել եմ առանձին վիդեոներով, մշտապես անդրադարձել եմ նաև գալիք ամսվա կանխատեսումներով, թե ինչ է նշանակում Նեպտունը ձկներում, այժմ խոսենք, թե ինչ է նշանակում Նեպտունը խոյ կենդանակերպում, սիրելի բարեկամ, եւ այսպես, սիրելի խոյեր, Նեպտունը մտնում է ձեր առաջի տուն եւ այնտեղ կմնա շուրջ 14 տարի, այնպես որ սիրելիներս պետք է պատրաստ լինեք գլոբալ մեծ փոփոխությունների,
Այդ փոփոխությունները, քանի որ առաջի տունը վերաբերվում է մեր կյանքի բոլոր ոլորտներին, ինչպես անձնականին, այնպես գործնականին, այնպես էլ ֆինանսականին, մեր առողջությանը, մեր կենսական էներգիային, բոլոր տների միահյուսումը դա առաջի տունն է։ Եվ այսպես իհարկե մտնելով առաջի տուն, ձեր Նեպտունը մեծ փոփոխություններ կարող է ձեր աշխարհայացքի մեջ փոփոխություններ տեղ ունենալ։ Հնարավոր է այլ միանգամայն այլ գործնական ուղղությամբ զարգանաք դուք, այլ գիտելիքներ ստանաք, այլ դավանանք, չգիտեմ, տարբեր, այսինքն այն ինչով դուք զբաղվում եք, դուք մոռացեք մոտակա տարիների ընթացքում միանգամայն այլ զբաղմունք եք ունենալու։ Մենք ինչ Օй, շատ հարցեր է գրել, ես իսկի չեմ էլ տեսել այս հարցերը։ Բոլոր կենդանակերպերին, սիրելի բարեկամներ, ես այժմ կանդրադառնամ, այդ թվում նաև խոյերի համար շատ հետաքրքիր մեկնաբանություն էր գրել Արմանը։ Ես հիմա այժմ ուղղակի ես ներկայացնեմ Գալոյան Արմանը, դեդագի, ահա։ Եվ կշարունակենք, լավ, եթե շատ ուղղակի չէի տեսել, այժմ կարդամ։ Բարև ձեզ, ես Արմանն եմ Լոռու մարզի Վանաձորից ու ես համաստեղությամբ խոհ եմ ու մենք ինչ առեղծվածային մարդիկ ենք իրականում։ Ճիշտ է, մեզ հետ կապված բոլոր տեսակի լեգենդարնի խոսակցությունները, միֆերը, որ մեր արիական ռասային պատկանում։ Սիրելի Արմանը, խոյը դա կենդանակերպի նշան է, դա ազգություն չէ, որ պատկանա արիական կամ ոչ արիական ցեղի։ Խոյը ընդհանրապես ինչով է նա շատ կարևոր համաստեղություն, խոյի կենդանակերպում զարգացել է հունահռոմեական քաղաքակրթությունը այդ ժամանակ, երբ որ Արեգակը մեզ մոտ հենց մտնում էր այդ խոյի կենդանակերպը, այսինքն գիտեք, որ տեղ է ունենում պրեցեսիա, այսինքն այդ գարնանային գիշերը հավասարի այդ ուղությունը, որտեղ նայում է երկիր մորակ, այդ պահին այժմ գտնվում է ջրհոսում եւ այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ պրեցեսիայի կետը, հա, որ հիմա ջրհոսի դարաշրջանն է, բայց այն ժամանակ, երբ որ զարգանում էր հունահռոմեական քաղաքակրթությունը, այն ժամանակ դա գտնվում էր խոյ կենդանակերպում, երբ որ եգիպտական քաղաքակրթությունն էր զարգանում, ցուլ կենդանակերպում եւ այդ ցուլի պաշտամունքն էր, գիտեք, իսկ հունահռոմեական շրջանում դա խոյի պաշտամունքն էր, օրինակ այդ ոսկե գեղմը եւ այլն, դա բոլորը հենց խոյի պաշտամունքի հետ է կապված։ Դե դա առանձին թեմա է քննարկման, մենք այժմ Նեպտունի մասին։ Այդ դա շատ հետաքրքիր է, որ դուք հիշեցրեցիք ինձ այդ բարբերաշրջանները։ Իսկապես այդ հունահռոմեական դեմոկրատիան, այդ երկար, այսպես չարչրկված այդ թեման, ժողովրդավարություն եւ այլն, դա միանգամայն այլ ժողովրդավարություն էր հին Հունաստանում, սիրելիներս, ոչ մի կապ չունեցող ժամանակակից ժողովրդավարության հետ։ Ժամանակակից ժողովրդավարությունը դա անարխիա է, որը թույլ է տալիս իշխանության բերել տերորիստների կամ այսպես խանգարված մարդկանց, ինչպես Նիկոլ Փաշինյանը եւ այլն, հին Հունաստանում նման բան չկար, հին Հունաստանում իշխանության այլ մեխանիզմներ էին գործում եւ բոլորը այդ ասած դեմոկրատիան չի նշանակում, որ բոլորը այդ թվում նաեւ ստրուկները իրավունք ունեին ընտրելու, ոչ, այդպես չէր։ Այնպես որ այս գաղափարախոսության փոփոխությունը նույնպես, այսինքն ավելի մարդիկ կսկսեն լուրջ վերաբերվել պատմական այդ ամբողջ ընթացքներին եւ ավելի պատմությանը փորձեն հասկանալ իրական պատմությունը, այսինքն այդ պեղումները, թե գաղափարախոսական, թե չգիտեմ, իրական պեղումները նույնպես շատ խորը զարգացում են ապրելու այն ընթացքում, մինչև որ Նեպտունը 13 տարվա ընթացքում գտնվելու է խոյ կենդանակերպում։ Ու խոյերի մոտ անձնական փոփոխություններ են հնարավոր։ Հնարավոր է, որ դուք, սիրելի խոյեր, այս ընթացքում հանդիպեք
տարօրինակ մարդկանց, այնպիսի մարդկանց, ովքեր ձեզ հաճախակի կարող են նաև վատ իմաստով թյուրիմացության մեջ գցել, այսինքն երկերեսանի մարդկանց հանդիպելու հավանականությունը բարձր է այս տարիների ընթացքում։ Դուք պետք է հստակ հասկանաք, ով է այդ մարդը, որովհետև Նեպտունը մտնելով եւ անցնելով ձեր արևի վրայով, ձեր արջև այսպես կարծես թե մշուշ է հայտնվելու, կարծես թե ինչ որ ցանց է հայտնվելու, ու դուք չեք կարողանա հստակ տեսնել, պատկերացնել, հասկանալ այդ մարդը դրական դեր ունի ձեր կյանքում, թե բացասականը, այդ մարդու հետ կարելի է ճակատագիր կազմել կամ գործնական հարաբերություններ ունենալ, թե ոչ։ Այսինքն ձեզ այս տարիների ընթացքում պետք է լրջագույն խորհրդատվություն մշտապես, որպեսզի դուք չսայթաքեք, չսխալվեք։ Նույնը վերաբերում է ֆինանսական ոլորտին, հնարավոր է ֆինանսական այսպես ոգևորվեք, ահա, այս ներդրումը անենք եւ մեծ եկամուտներ կունենանք, ասենք ամբողջ մեր գումարները դնենք բիտկոյնի մեջ, դա նույնպես Նեպտունի ազդեցությունը կարող է լինել ձեր վրա եւ բնականաբար շատ բարդ եւ շատ սխալ քայլ կլինի ձեր կողմից դա անել։ Այսինքն ցանկացած կյանքի նույնը վերաբերում է գործնական ոլորտին, նույնը վերաբերում է անձնական ոլորտին, նույնը վերաբերվում է բոլոր կյանքի մնացած բոլոր ոլորտներին։ Բայց այս տարի Նեպտունը ընդամենը 2 աստիճան խոյի մեջ է լինելու, այսինքն 2 աստիճան է անցնելու խոյ կենդանակերպից եւ հիմնականում ազդելու է այն խոյերի վրա, ովքեր ծնվել են մարտի 21-ից մինչև 23-24-ը ավելի շատ կազդեն։ Իհարկե այս 13 տարիների ընթացքում բոլոր խոյերի վրա կազդեն, բայց այս տարի այսպես այդ փոփոխությունները այնքան էլ ակնառու եւ այսպես չեն լինի, զգալի չեն լինի, բայց արդեն կամաց հենց ապրիլի ընթացքում, արդեն մայիսի ընթացքում խոյերը կզգան այնուամենայնիվ այդ փոփոխությունները։ Սիրելի ցուլիկներ, ձեզ համար բարդ ժամանակ է սպասում, ինչու, որովհետև Նեպտունը մոտ գործելով խոյ, նա հայտնվում է ձեր 12-րդ աստղատանից, 12-րդ տունը դա գաղտնիքների տունն է, դա գաղտնի թշնամիների տունն, այսինքն ցուլեր պետք է պատրաստվեք այդ գաղտնիքների, գաղտնի թշնամիների, նաև շատ վտանգավոր առողջական իմաստով գաղտնի հիվանդություններ հնարավոր է զարգանան, ընդհանրապես անախտանիշ եւ հետագայում հանկարծ դա կպարզաբանվի իհայտ կգա, իհարկե Ուրանը, որը շարունակում է իր ընթացքը, ամենայն դեպս այս տարի մինչև հուլիսի 7-ը Ուրանը շարունակաբար գտնվելու է ցուլ կենդանակերպում, դա նույնպես իր ազդեցությունը կթողնի ձեր վրա, բայց ամեն դեպքում Նեպտունի այդ արկայությունը 12-րդ տանը կարող է բերել նաև էմիգրացիա, այսինքն դուք որոշեք ընդհանրապես լքել ձեր հայրենիքը, այլ երկիր տեղափոխվել կամ ինչ որ համագործակցություն արտասահմանյան կազմակերպությունների, բայց պետք է շատ զգուշ լինեք, որտեղ այդ կազմակերպությունները նույնպես կարող են ձեզ թյուրիմացության մեջ գցել, այսինքն դուք կարող եք ոգևորվեք, ասեք, ահա, հիմա մեծ գումարներ կաշխատեմ, դե ցուլը սիրում է ֆինանսական ամեն դեպքում հողի նշան է, բայց պետք է նույնպես զգուշ լինել, որովհետև հնարավոր է գցեն ձեզ Նեպտունը, դա ունի ինչպես եւ բոլոր մոլորակները բարձրագույն դրսևորումը եւ ցածրագույն դրսևորումը, բարձրագույն օկտավան դա սրբությունն է, դա համաշխարհային սերն է, դա չգիտեմ, ալտրուիզմն է, ինքնազոհաբերություն, ինչպես Կեցալկոատլը իրեն զոհաբերեց, հա, որ վերականգնի մարդկությունը ջրհեղեղից հետո, ըստ մայաների պատկերացումների այնտեղ 5 արև է եղել եւ ամեն անգամ մարդկությունը ոչնչացրել են, տարբեր ձևերով ոչնչացել է, հետո նորից վերականգնվել է։ Այդ դա Նեպտունի բարձրագույն դրսևորումն է, իսկ ցածր դրսևորումը դա խաբեբայությունն է, դա մոլորության մեջ գցելն է, դա կեղծիքներն են, այդ այս ընտրակեղծիքները, նույնպես Նեպտունի հենց շատ հետաքրքիր է, ինչպես կանդրադառնա Նեպտունի մուտքը խոյ ընտրակեղծիքների վրա, շատ դա նույնպես առանձին հարց է վերլուծելու համար։ Եվ այսպես շարունակ, այսինքն կարող է հայտնվեն շատ այսպես գեղեցիկ մարդիկ, գեղեցիկ խոսքեր ասեն, բայց նիկոլիկների նման խափեն, հա, այդ դա ցուլերը նույնպես պետք է զգուշանան, հատկապես արտասահմանյան կազմակերպությունների հետ կապված ինտերնետով ցանկացած առաջարկություն շատ զգուշացեք նաև այդ խարդախություններից,
համացանցում, որտեվ հենց ցուլերին եմ ասում, որտեվ հենց այս ընթացքում Նեպտունը փոխում է իր նշանը, այ 25 թվականի հենց սկզբից շատ-շատացել են այդ խարդախությունները, որտեվ հակերները ստեղծում են այնպիսի կայքեր, որոնք չեն տարբերվում ընդհանրապես իրականից, եւ մարդիկ իրենց անհատական տվյալները ներբեռնում են այդ կայքերի մեջ եւ կորցնում են մեծ գումարներ։ Նեպտունը հենց այդպիսի մախինացիաների, հենց այդպիսի մանիպուլյացիաների հեղինակ է։ Սիրելի երկվորյակներ, չեք ուզում լսեք ձեզ ինչ է սպասվում։ Նեպտունը մուտք գործելով խոյես 14 տարիների ընթացքում կհայտնվի ձեր 11-րդ տանը։ Եվ 11-րդ տունը կապված է գաղափարախոսության հետ, գաղափարակիցների հետ, նպատակների, երազանքների իրականացման հետ, չափահաս երեխաների հետ, նաև on-line բիզնեսի հետ։ Եթե դուք զբաղվում եք on-line բիզնեսով, աննախադեպ զարգացում կարող է ունենալ այդ բիզնեսը, այսինքն նոր շուկաներ դուրս կգաք, նոր ինչ-որ ձեր առջև նոր հորիզոններ կբացվեն, դե իհարկե արհեստական, հատկապես արհեստական բանականության ներդրման շնորհիվ։ Ինչ վերաբերվում է գաղափարախոսությանը, երազանքների իրականացման ժամանակ է լինելու, այսինքն եթե դուք իսկապես կարողանում եք վիզուալիզացնել, այսինքն տեսնել ձեր երազանքը եւ ձեր մոտ դա ուժեղ ստացվում է, ապա այդպես վարվելով դուք անպայման կհասնեք ձեր երազանքների, նպատակների իրականացմանը։ Սիրելի երկորյակներ, Նեպտունը 11-րդ տունը բերելու է հետաքրքիր ընկերներ, նոր ընկերներ, գաղափարական ընկերներ, նոր միավորումներ, ինչ որ գաղափարական, հոգևոր այդ խմբակների կմասնակցեք, բայց վտանգը նաև աղանդավոր, հանկարծ չդառնաք աղանդավոր, սիրելի երկորյակներ, որովհետև Նեպտունը ցածր իր վիբրացիայի մեջ, իհարկե մոլորության խորհրդանիշն է, կեղծիքների խորհրդանիշն է եւ տարբեր աղանդների մեջ ներքաշվելու վտանգը բարձր կլինի։ Սիրելի խեցգետիններ, Նեպտունը մուտք գործելով խոյ եւ մոտակա 14 տարիների ընթացքում նրա ընթացքի ժամանակ խոյ կենդանակերպում հայտնվելու է ձեր 10-րդ աստղատանը, իսկ 10-րդ աստղատունը գլոբալ նպատակների, հասարակական, սոցիալական կարգավիճակի տունն է, այն նպատակի տունն է, որին մենք ձգտում ենք ամբողջ կյանքի ընթացքում, եւ այստեղ իհարկե հնարավոր է որոշակի տատանումներ ձեր մոտ լինեն, այսինքն պետք է հստակ պատկերացնեք ինչ եք ցանկանում, որպեսզի իրագործվի այդ ամենը, այլապես դուք կրկին կդառնաք տարբեր խարդախությունների զոհը, տարբեր ձեզ կարող է շահագործեն գործի տեղը, խոստանան ոսկե սարեր, ձեր հիմա պաշտոն կտան ձեզ եւ այլն, բայց ոչինչ էլ չանեն, որտեղ Նեպտունը նաեւ խարդախության, խաբեբայության, թյուրիմացության մոլորակ է։ Այսինքն նաև այդ ամենը վերաբերվում է հենց իմ թվարկած բոլոր ոլորտների, այդ թվում նաև սոցիալական կարգավիճակին։ Դուք ցանկանում եք շարունակել այդ ամուսնությունը, թե ոչ, շարունակում եք այդ համագործակցություն տվյալ կազմակերպության հետ, տվյալ անհատի հետ, թե ոչ։ Այդ ամենը, այդ բոլոր հարցերը իհարկե Նեպտունը դնելու է խեցգետինների առջև այս 14 տարիների ընթացքում։ Նաև պետք է ասել, որ իհարկե խոյը եւ խեցգետինը քառակուսիով են կապված, այսինքն հնարավոր են դեպրեսիաներ խեցգետինների մոտ, հնարավոր են ինչ-որ ընդկրկին դուք հայտնվեք ինչ-որ այսպես վատ մարդկանց ճիրաններում, խաբեբաների ճիրաններում, շատ զգուշ է պետք լինել, որտեղ այդ քառակուսին իհարկե խաբեբայության այդ հանգամանքները ավելի այսպես հավանականությունը բարձրացնում է, այսինքն ձեզ կխոստանան աշխատանք, բարձր վարձատրվող եւ այն եւ չեն անի, կամ դուք կարող եք իսկապես ձեր բոլոր երազանքները իրականացնել, եթե հստակ պատկերացնեք ինչ եք ցանկանում, այսինքն իրագործեք ձեր բոլոր նպատակներն ու երազանքները այս 14 տարիների ընթացքում, դա իհարկե դուք եք որոշում։ Եվ բոլոր կենդանակերպերին անդրադառնալու եմ։ Ինչ վերաբերվում է առիցներին, առիցիկների համար լավ ժամանակներ են գալիս, որովհետև Նեպտունը մուտք գործելով խոյ կենդանակերպ գեղեցիկ եռանկյունի կառաջացնի առիցիկների արեգակի հետ, որը իհարկե շատ լավ է, եթե դուք ճիշտ հոգևոր ճանապարհով եք գնում, եթե դուք մոլորված եք, եթե դուք այսպես կեղծ արժեքների եք դավանում, ապա դա կամ ինչ-որ
այլևայլ այսպես ցածր մակարդակի վրա Նեպտունը հովանավորում է բաներին, հարբեցողներին, Նեպտունը հովանավորում է թմրամոլներին եւ այլն, խաղամոլների, այսինքն այդ մոլուսկն է հովանավորում Նեպտունը, ահա պետք է շատ զգուշ լինել, որ հստակեցնել ձեր նպատակներն ու ծրագրերը, դա կապված է հիմնականում արտասահմանից եկող առաջարկությունների, հնարավոր է առույցներին այս 14 տարիների ընթացքում փայլուն առաջարկություններ արտասահմանից, աշխատանքի հետ կապված դասավանդում, այդ դուք դասախոս եք, ձեզ հնարավոր է հրավիրեն դասավանդելու, չգիտեմ, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցություն առույցների համար եւս փայլուն է, բայց պետք է նաեւ զգուշանալ այդ այսպես խարդախությունների, ձանազան, որոնք կրկին առույցների համար գալիս այդ վտանգ արտասահմանից եւ համացանցից նաեւ։ Սիրելի կույսիկներ, նաև առույցներին շատ ճամփորդություններ են սպասում մոտ 14 տարիների, մոտակա 14 տարիների ընթացքում ձեր երազանքների ճամփորդությունները դուք կունենաք, սիրելի առյուծներ։ Սիրելի կույսիկներ, ձեզ մոտ Նեպտունը, իհարկե կույսերը այս իմաստով տժժված են, որովհետև Նեպտունը մոտ հեռանում է իրենց 7-րդ տնից, հերիք չի 7-րդ տունը դա կապված է գործընկերների, զուգընկերների, այսինքն հաճախակի նրանց գցել են, խաբել են այդ մարդիկ, այդ զուգընկերները, գործընկերները, եւ մտնում է 8-րդ տուն, 8-րդ տունը դա պարտքով վերցրած գումարների տունն է, հիպոթեք եւ այլն եւ այլն, ժառանգության տունը, այսինքն այստեղ նույնպես կարող են լինել զանազան խարդախություններ, մեքենազություններ այդ ոլորտում, այսինքն վարկեր, պարտքեր, ես խորհուրդ չեմ տա կույսերին մեծ վարկեր եւ պարտքեր վերցնել այս ընթացքում, թեկուզ ձեր որդին կամ ձեր եղբայրը, մի խոսքով դուք մի վերցրեք դա, որովհետև Նեպտունը 8-րդ տանը առաջացնում է զանազան այլևայլ ինչ-որ իլյուզիաներ, խաբկանքներ, կապված այդ գումարների հետ եւ այդ գումարներին ճիշտ տնօրինման հետ, այսինքն ճիշտ չեք կարողանա դրանք տնօրինել, բաշխել, բիզնեսի համար կարող է ձեզ խաբեն, ասեն, այս մեծ գումարները վերցրու շատ լավ կլինի, բայց այդ ամենը իհարկե շատ մեծագույն խաբկանք կլինի ձեզ համար, սիրելի կույսեր։ 8-րդ տունը կապված է նաև հիվանդությունների հետ, առողջության հիվանդությունների, էքստրեմալ իրավիճակների հետ, այսինքն հնարավոր է ինչ-որ անսպասելի ձեր մոտ ինչ-որ խնդիրներ առաջանան առողջական ձեր մոտ կամ ձեր ընտանիքի մեջ նույնպես պետք է հիշել եւ մեծ գումարներ պետք է կրկին անգամ ընկնենք այդ շրջապտույտի մեջ վարկեր, պարտքեր, որ իհարկե նաև անշարժ գույքի տուն, այսինքն եթե խնդիրներ կան անշարժ գույքի հետ կապված նույնպես այս տարիների ընթացքում շատ դժվարությամբ կլինի լուծել, կարգավորել այդ խնդիրները ձեր սեփականության անշարժ գույքի հետ կապված։ 8-րդ տունը տալիս է միայն զուգընկերների եւ գործընկերների համար դրական ֆինանսական աճ, այսինքն ձեր զուգընկերները սիրելի կույսեր կամ գործընկերները կսկսեն ավելի շատ գումարներ վաստակել, բայց անձամբ դուք ֆինանսական խնդիրներ եք ունենալու, այնպես որ զգուշացեք։ Մենք արդեն 1 ժամ 1 րոպե ուղիղ եթերում ենք, արդեն դուք հոգնել եք սիրելիներս, բայց քանի որ ես խոստացել եմ այս եթերը նվիրել ձեզ չնայած իմ զբաղվածությանը, գիտեք որ հերթի տակ աշխատում եմ, այնուամենայնիվ մի փոքր էլ դիմացեք, մենք դեռ ունենք սև լուսնի հատվածը։ Բարև ձեզ հարգելի Աննա ջան, մի լավ բան կլինի կույս ամսվա ծնվածներ, սիրելի Ուկրաշենի ռուչնոյ ռաբոտը, ես կրկին անգամ ձեզ զգուշացնում եմ, սա ընդհանուր կանխատեսում է տվյալ նշանի տիպիկ ներկայացուցիչի համար, անձամբ ձեզ դա կարող է ընդհանրապես չառընչվել, որ եթե դուք ցանկանում եք անհատական կանխատեսում, ուրեմն պետք է գաք խորհրդատվության, նամանավանդ որ հիշեցնեմ, գործում է 50% զեղչ, ինչպես այցի, այնպես էլ on-line խորհրդատվության համար, այնպես որ եթե խնդիր ունեք, ապա համեցեք խորհրդատվության, որտեվ սա Նեպտուն մոլորակի տեսանկյունից է, բույսին ինչ է սպասվում։ Սիրելի կշերքներ, ձեր մոտ այս Նեպտունը մտնելով խոյ կենդանակերպ հայտնվում է 7-րդ աստղատանը եւ կշերքներին
խնդիրներ են սպասվում զուգընկերների եւ գործընկերների հետ։ Այսինքն այդ փոխհարաբերությունները ձեր միջավայրի հետ գլոբալ իմաստով, թե ինչ է սպասում են, պետք է կշերկներ ուշադրություն դարձնեն այդ միջավայրի հետ փոխհարաբերություններին, որոնք շատ բարդ են լինելու, որտեղ Նեպտունը անորոշություն է ստեղծում։ Նեպտունը բերում է ձեր միջավայր զերծարարներին, կեղծարարներին, որոնք այսպես գառան տեսքով շատ մաքուր, գեղեցիկ, սուրբ Երևան, բայց իրականում ձեզ կմոլորեցնեն եւ կխաբեն, սիրելի կշերկներ, այնպես որ զգուշ եղեք։ Դա վերաբերում է անձնական եւ գործնական ոլորտին։ Պետք է շատ ուշադիր վարվել այդ հարցերի շուրջ։ Եվ դուք ցանկանում եք ինչ-որ նոր համագործակցություն սկսել, ինչ-որ կազմակերպությունների հետ, ինչ-որ, չգիտեմ, անծանոթ մարդկանց հետ նախապես պետք է մի հատ տեսնենք, տնտղենք, ուսումնասիրենք, նոր սկսեք այդ համագործակցությունը։ Նույնը վերաբերվում է ամուսնությանը։ Ամուսնությունը տարօրինակ մարդկանց հետ հնարավոր, այսինքն այն մարդիկ, ովքեր սկզբում շատ պոզիտիվ են իրենց ներկայացնում, որ լավն են, բարի են, ձեզ կօգնեն, ձեզ համար ամեն ինչ կանեն, բայց հետագայում սկսում են այսպես տարօրինակ վարք դրսևորել։ Իրականում հետագայում պարզվում է նրանք հարբեցող են, խաղամոլ են, չգիտեմ, նարկոման են։ Այ պետք է շատ զգուշ լինել այդ բոլոր հարցերում փոխհարաբերությունների ձեր գործընկերների եւ զուգընկերների հետ։ Տարօրինակ մարդիկ կարող լինեն, այսինքն նաեւ այն մարդիկ, ովքեր ինչ որ եկեղեցական ինչ որ աղանդավոր են կամ ինչ որ զանազան տարբեր հավատալիքներ, այլ հավատալիքներ են խմբավորումների մեջ են, չգիտեմ, նրանց միջավայրում հայտնվել են, նույնպես պետք է զգուշանաք, որովհետև կարող են ձեզ կեղծ ճանապարհով տանել, շեղել ճանապարհից եւ կընկնեք կախվածության, այսինքն հոգեվոր կախվածության մեջ ընկնելու վտանգը կա։ Բայց դրականը կայանում է նրանում, որ եթե իսկապես ձեր հոգեվոր ոլորտը շատ մաքուր է, շատ բարձր է, սիրելի կշերկներ, դուք կարող եք հանդիպել նաև շատ համապատասխան բարձր հոգեվոր մակարդակի գտնվող զուգընկերների կամ գործընկերների, որոնք կօգնեն ձեզ հասնել միանգամայն այլ մակարդակի, բարձր մակարդակի ձեր կյանքում։ Այսինքն կամ ուսնանաք ինչ-որ շատ հայտնի մարդու հետ, օրինակ, արվեստի բնագավառում հատկապես, կամ համագործակցեք այդ անձնավորության հետ։ Այս ամեն ինչ վերաբերվում է Նեպտունի տարանցմանը 7-րդ տնով, սիրելի կշերկներ։ Սիրելի կարիճիկներ, ձեզ մոտ Նեպտունը մտնելով խոյ հայտնվում է 6-րդ աստղատանը եւ 14 տարի շարունակ այնտեղ մնալու է։ 6-րդ տունը կապված է աշխատանքի հետ, պարտականությունների հետ, առողջության հիվանդությունների հետ, առօրյայի հետ։ Իհարկե Նեպտունը 6-րդ տան իրեն վատ է զգում, որովհետև Նեպտունը պարտականություններ կատարել չի սիրում։ Նեպտունը շատ էսպես ստեղծագործական մոլորակ, էմոցիոնալ մոլորակ է, հոգեբանական, հոգեբանական տեսություններ այդպես ուսումնասիրում ես ու բան չես հասկանում, այսինքն իլյուզիաների մշուշի մոլորակ է Նեպտունը։ Այս պատճառով 6-րդ տանը, երբ որ 6-րդ տունը պարտադրում է ձեզ ինչ-որ հստակություն, պարտադրում է ձեր աշխատանքում հստակություն, մաքրություն, անորոշություն է սկսվում։ Այս սա մեծագույն խնդիր է։ Նաև առողջության ոլորտում հնարավոր ինչ-որ անհասկանալի հիվանդություններ, ոչ դժվար ախտորոշվող հիվանդություն, այսինքն ինչ-որ դուք ախտանիշ ունեք, բայց անհասկանալի է, թե որտեղից է այդ հիվանդությունը առաջացել եւ ինչպես բուժել։ Այստեղ շատ բարենպաստ է ալտերնատիվ բժշկությունը, սիրելի կարիճներ, եթե ցանկանում եք այնուամենայնիվ ազատվել, կարող եք, բայց այնպիսի մասնագետի մոտ գնացեք, որը ձեզ իսկապես կօգնի, այսինքն նախ համատեղելիությունը տեսեք, հասկացեք ինչպես է, նա ինչքանով համապատասխանում է այդ գովազդին, հետո նոր գնացեք, որպեսզի խնդիրներ չունենաք, որպեսզի ձեր խնդիրները ավելի չխոնանան, որովհետև հնարավոր է նաև ընկնեք մեկի ձեռը, որը այնքան էլ այսպես ազնիվ չէ։ Ես հիմա կասեմ բոլոր կենդանակերպերին, սիրելի բարեկամներ։ Կարիճներին ասեցինք արդեն, աշխատանքային ոլորտում փոփոխություններ է բերում Նեպտունը, առօրյայի մեջ փոփոխություններ, հնարավոր է նոր աշխատանք, հնարավոր է ինչ որ դուք այլ
վայր տեղափոխվեք բնակվելու, նույնպես հավանական է, այլ աշխատանք ավելի ակտիվ ներգրավվեք կամ ինչ-որ գործունեության մեջ, որը որ ավելի հայտնի դառնաք, որտեղ Նեպտունը դասին է հայտնիություն, նա ոչ միայն բացասական կողմն է, այլ դրական կողմերն է, ավելի հայտնի կդառնաք։ Դե սիրելի կայսներ, իհարկե դա ձեր ընտրությունն է, պետք է դուք ինքներդ ճիշտ ընտրություն կատարեք, որպեսզի ավելի դրական զարգացումներ լինեն այդ ձեր կյանքում։ Իսկ դրա համար պետք է գալ խորհրդատվության, պես հասկանալ ինչ է ձեզ սպասվում մոտակա 14 տարիների ընթացքում, այն ժամանակ, երբ Նեպտունը կտարանցի խոյ կենդանակերպում։ Վերջապես հասանք աղեղնավորներին։ Ընդհանրապես Նեպտունի դիրքը խոյ կենդանակերպում բարենպաստ է բոլոր հրեղեն կենդանակերպերի համար, ինչպես խոյերի, այնպես էլ առավելապես առյուծների եւ աղեղնավորների, հատկապես աղեղնավորների համար, որտեղ աղեղնավորի համար նա հայտնվում է 5-րդ աստղատանը, որը սիրո, հաճույքների, երեխաների տունն է։ Այստեղ հատկապես բախտը կբերի ստեղծագործող մարդկանց եւ նրանց ստեղծագործական հմտությունները նոր մակարդակի կբարձրանան, թե դուք ստեղծագործում եք, շատ բարենպաստ է, կամ եթե ձեր երեխաները ստեղծագործող են, շատ ավելի լավ, այսինքն նրանք կհասնեն մեծագույն հաջողությունների այս 14 տարիների ընթացքում։ Շատ այսպես, եթե երեխա չունեք, դեռ նոր պետք է ունենեք շատ հոգևոր, աստվածատուր երեխաներ կունենաք, շատ բիզնեսի համար նույնպես բարենպաստ է, այն բիզնեսի համար, որ դուք սիրում եք այդ գործը եւ վերածել եք եկամուտի աղբյուրի, դա նույնպես բարենպաստ ավելի մեծ եկամուտներ կաշխատեք, այնպես որ սիրո մեջ նույնպես պետք է ուշադիր լինեք, սիրելի աղեղնավորներ, այսինքն Նեպտուն 5-րդ տանը կարող է բերել ձեզ եւ շատ հոգեվոր սիրեցյալ եւ շատ այսպես խաբեբա սիրեցյալ, այ դա պետք է միշտ կարողանալ տարանջատել։ Սիրելի այծեղ ջուրիկներ, ձեզ մոտ Նեպտունը մուտ գործելով խոյ հայտնվում է 4-րդ տանը, իսկ 4-րդ տունը տունն է ձեր, այսինքն հայրական տունն է, հայրական ունեցվածքն է, այն ինչ որ ժառանգվել է, այն ինչ որ ձեզ տրվել է, նաև ընտանիքն է, նաև ձեր ամբողջ գերդաստանն է, 4-րդ տունը։ Այստեղ խառնաշփոթ ձեր տանը, խառնաշփոթ կարող է առաջանալ, որտեղ եք դուք ցանկանում բնակվել, ձեր տանը, թե որոշել եք վաճառել, 2 այլ տներ գնել, չգիտեմ, ինչ որ այլ երկիր մեկնել, ահա այդ բոլոր հարցերի շուրջ խառնաշփոթ է, քաոս տանը, ձեր տանը այդ 14 տարիների ընթացքում։ Դե նաև Նեպտունը նոր հնարավորություններ է բացում, ենթադրենք հիպոթեկով բնակարան ձեռք բերելու համար, որը նույնպես շատ հավանական է այդ եղջյուրների համար, նամանավանդ որ Պլուտոնը գտնվում է արդեն ձեր 2-րդ տանը, սիրելի այդ եղջյուրներ, կարող եք դա անել, իհարկե ցանկալի է բարենպաստ օր ընտրել այդ հիպոթեկը ձևակերպելու համար, որտեղ դուք հետագայում խնդիրներ, բարդություններ չունեք։ Ձեր ընտանիքին լայնում է հնարավոր, այսինքն հնարավոր է երեխաները ամուսնանան, թոռնիկներ, այսինքն բազմազավակ մեծ ընտանիք։ Նեպտունը նաև ընդլայնում է տալիս, Նեպտունը սեր է տալիս, Նեպտունը համերաշխություն է տալիս, բայց այդ ամենը քաոսի միջոցով է լինելու, այսինքն քաոսը պետք է հաղթահարել։ Սիրելիս, ինչ սպասենք ապրիլ ամսին, էսկալացիաների վտանգ։ Դե սիրելի Անահիտ Սարգսյան, ես նախորդ եթերի ընթացքում շատ մանրամասն ներկայացրել եմ այդ բոլոր հարցերի շուրջ, պես որ դիտեք այդ նախորդ եթերը, այժմ մենք խոսում ենք Նեպտունի մասին։ Հասանք ջրհոսիկներին, սիրելի ջրհոսիկներ, մտնելով խոյ Նեպտունը հայտնվում է ձեր 3-րդ տանը, իսկ 3-րդ տունը, ինչպես գիտեք, սիրելի ջրհոսիկներ, կապված է ճանապարհներ, կար ճանապարհների հետ, մոտակա միջավայրի հետ, քույրեր, եղբայրներ, չգիտեմ, հարևաններ, բարեկամներ, այդ նեղ շրջապատը, շարժական գույքի հետ է կապված, նոր մեքենա ձեզ համար այս 14 տարիների ընթացքում, նոր միջավայր, նոր ուսում է հնարավոր, ավելի բարձր հոգևոր ինչ որ գիտելիքների ձեռք բերում է հնարավոր։ Եվ բնականաբար ավելի սերտ առնչություններ ձեր մոտակա միջավայրի, բայց հնարավոր է նաև այդ միջավայրում հայտնվեն կեղծ մարդիկ, այն մարդիկ, ովքեր ձեր դեմքին ժպտում են, բայց ձեր մեջքի հետևում այլ բաներ են խոսում, պես որ դրանից է զգուշացեք։
Սիրելի ձկնիկներ, վերջապես հասանք ձկնիկներին, Նեպտունը լքում է ձեր հարազատ, այսպես ձկներ աստղակերպը եւ մուտք է գործում խո եւ ձեր երկրորդ աստղատունը եւ այստեղ իհարկե ձկնիկների մոտ առաջանում են մեծ միլիոններ աշխատելու հավանականությունը մեծանում, բայց նաեւ մեծ կորուստներ ունենալու հավանականությունը մեծանում։ Հիշեք դրա մասին, Նեպտունը ամենավտանգավոր եւ ոչ միանշանակ մոլորակն է։ Այսինքն նա կարող է տալ ձեզ աշխարհի փողերը, դարձնել ձեզ միլիարդատեր, բայց նաև միաժամանակ խլել այդ ամեն ինչը։ Եթե դուք սխալ քայլեր անեք, եթե դուք ձեր այդ հոգևոր ճանապարհից շեղվեք, իջնեք եւ այլն եւ այլն։ Հնարավոր է նաև այդ արտարժույթները թվային սկսեք զբաղվել այդ գործով, այլ բիզնեսի եկամուտի այլ աղբյուրներով զբաղվեք, սիրելի ձկնիկներ, որոնք հենց կապված են բարձրագույն տեխնոլոգիաների հետ, դա ձեզ կբերի մեծագույն եկամուտներ։ Հնարավոր է փոխվի ձեր ինքնագնահատականը, այսինքն ավելի այսպես միստիկ հոգևոր ոլորտի մեջ մտնեք եւ ավելի ձեզ այդպես իդենտիֆիկացնեք։ Ձեր ձկները ինքնին շատ հոգևոր նշան, այնպես որ դա բնական է եւ պարզ հասկանալի։ Ահա այսքանը սիրելի բարեկամներ այն մասին, թե ինչ է սպասվում բոլոր կենդանակերպերին Նեպտունի տարանցման ժամանակ Խոյ կենդանակերպում։ Ես իհարկե ավելի մանրամասն 14 տարին դեռ ունենք մեր առջևում, ավելի մանրամասն կանդրադառնամ այդ ամենին, իսկ այժմ սիրելիներս ներկայացնեմ Սև լուսնի մասին, այդ գայթակղիչ սատանան ամբողջ կենդանակերպի մարտի 23-ին Երևանի ժամանակով 4:29 րոպե մուտք է գործել կարիճներ, ուշադիր եղեք։ Եվ կարիճում Սև լուսինը կմնա 9 ամիս է սովորաբար մնում մեկ կենդանակերպում եւ կմնա մինչեւ դեկտեմբերի 20-ը 23:10 րոպեին նոր կհայտնվի աղեղնավորում, այնպես որ շատ բարձր զարգացումներ են սպասում, դեռ Սև լուսինը, ես ասել էի նախորդ եթերի ժամանակ, նա հզոր է կարիճում, նրա բացասական այդ էներգետիկան շատ բարձր է կարիճում, բարձր ուժ ունի կարիճում։ Կարիճները նախ պետք է խուսափեն այդ բոլոր զգուշանան բոլոր բացասական ազդեցություններից, թուղթուգիր, աչք եւ այլն, շատ պետք է մշտապես զաշիտաներ դնեն կարիճներ, անպայման տրիշուլա կրեն, անպայման նաև պաշտպանական դեր է կատարում տրիշուլան եւ այլ թալիսմաններ, որոնք պաշտպանում են իրենց բիզնեսը, իրենց հաջողությունը եւ այլն եւ այլն։ Հասկանում եմ, որ հոգնած եք սիրելի բարեկամներ, բայց որ քանի որ խոստացել եմ, տեսեք արդեն եւի հոգնել եք, չեք ցանկանում դիտել, 1 ժամ 16 րոպե մենք ուղիղ եթերում ենք, բայց քանի որ խոստացել եմ, պետք է մինչև վերջ պատմեմ նաև այս թեման։ Ու Սև լուսինը շատ հետաքրքիր է։ Հայաստանը դաժե չի ուզում, որ հայի համար լավ լինի, գրում է Ալլա Միրզոյանը, ուր մնաց թուրքը հայի համար լավ, դե սիրելի Ալլա, հասկանալի է, բայց այդպիսի մարդիկ կան, որոնք այդպես են ներկայացնում, մոլորեցնում են հայ ժողովրդին, որպեսզի հայերը համաձայնվեն այդ այսպես իրական Հայաստանի գաղափարախոսության հետ։ Դա կեղծ թեզ է սիրելիներս, իրական Հայաստան, հենց այդ պատմական մեր Հայաստանը, մեր ամբողջ հողերն են, որոնք անպայմանորեն մենք հետ կբերենք, ժամանակի հարց է։ Իհարկե, եթե կուլ չգնանք այս սարսափելի թրքապատակ իշխանությանը, դա շատ կարևոր է։ Եվ Սև լուսինը ինչ զարգացումներ է առաջացրել, Սև լուսնի մուտքը ընդհանրապես նա գտնվել է կարիճում, պատմականորեն ինչ բաներ է առաջացրել, հա։ 2016 թվականին Սև լուսինը գտնվել է կարիճում։ Մարտի 1-ին 2008 թվականին Սև լուսինը գտնվել է 25 աստիճան կարիճում, մարդասպանի աստիճանում, այդ շատ վտանգավոր աստիճան է բանը 25 աստիճան կարիճը։ 1990 թվականի փետրվարի 13-ից 19-ը, երբ տեղի ունենում ջարդերը Բաքվում, հայկական ջարդերը Բաքվում, նույնպես Սև լուսինը զբաղեցրել է 11 աստիճան կարիճը, գայթակղության աստիճանում է եղել։ 1963 թվականին Ջոն Քենեդի սպանության պահին, նոյեմբերի 22-ին, նույնպես Սև լուսինը գտնվել է 22 աստիճան, 24 աստիճան, շատ հետաքրքիր, մոտ է 25 աստիճանի
2008 թվականի մարտի 1-ին է եղել եւ Ջոն Քենեդի սպանության պահին է եղել այդ աստիճանում 24 աստիճան կարիճում է եղել գայթակղության աստիճանում եւ ամենավտանգավորը եւ ես դրա մասին շատ եմ ասել եւ այժմ նույնպես կրկնում եմ որ շատ բարձր վտանգ է ստեղծում այդ ատոմային զենքի կիրառման հետ կապված Սև լուսինը կարիճում ինչու որովհետեւ տեսեք 1945 թվականի օգոստոսի 6-ին եւ 9-ին երբ ռմբակոծվել են Հիրոսիման եւ Նագասակին նույնպես Սև լուսինը 3 աստիճան կարիճում է եղել որը որ շատ վտանգավոր է նաև Հայաստանի համար, որովհետև Հայաստանի Պլուտոնը եւ առհասարակ բոլոր այն պետությունների, ովքեր հիմնադրվել են 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, նրանց բոլորի մոտ Սև լուսին, այդ թվում Ուկրաինա եւ մյուս բոլոր երկրների մոտ Սև լուսինը գտնվում է Պլուտոնը գտնվում է կարիճում եւ Սև լուսինը անցնի այդ Պլուտոնի վրա 18 աստիճանով, դա իհարկե շատ մեծ վտանգ կառաջացնի այդ ատոմային էներգիա կիրառման, ատոմային զենքի կիրառման հետ կապված շատ վտանգավոր է։ Ես իհարկե իր ժամանակին կանդրադառնամ, Սև լուսինը կարիճում ստեղծում է ոչ միայն բացասական ազդեցությունների աճ, այլ նաև այդ հիվանդությունների սեռական ոլորտի այդ հիվանդությունների աճ եւ զարգացում, նաև հաստաղիքի հետ կապված հիվանդությունների զարգացում, գաղտնի հիվանդություններն է ակտիվացնում Սև լուսինը կարիճում։ Այժմ արդեն, քանի որ դուք արդեն մենք արդեն 1 ժամ 19 րոպե ուղիղ եթերում ենք, ես ներկայացնեմ թե ինչ է սպասվում կենդանակերպերին Սև լուսնի մուտքով կարիճ կենդանակերպ եւ ավարտենք մեր այսօրվա ավարտական մարտյան գերակնորա ուղիղ եթերը։ Սիրելի խոյեր, Սև լուսինը մուտք գործելով կարիճ հայտնվում է ձեր 8-րդ աստղատան, 8-րդ աստղատուն խոյերի համար վտանգավոր է, որովհետև դա անսպասելի զարգացումների տուն, այսինքն անսպասելի զարգացումներ, պետք է շատ ուշադրություն դարձնեք նաև ձեր առողջությանը։ Նեպտունի տարանցման պայմաններում խոյ կենդանակերպում նույնպես շատ կարևոր է ուշադրություն դարձնել, որ Նեպտունը խաբկանք է ստեղծում, կարող է ինչ-որ ախտանիշներ ունենաք, ձեզ ինչ-որ հիվանդություն ասեն, սա է, բայց իրականում միանգամայն այլ ուրեմն հիվանդություն լինի։ Նաև ֆինանսական ոլորտում պետք է զգուշ լինել այս 9 ամիսների ընթացքում, սիրելի խոյեր, որովհետև նույնպես հնարավոր է դուք մեծ գումարներ վերցնեք, հիպոթեք ձևակերպեք, չգիտեմ, տարբեր վարկեր, բիզնես վարկեր եւ հետագայում այլևս չկարողանաք դա բանկին վերադարձնել։ Լավ է ձեր զուգընկերների եւ գործընկերների եկամուտի տեսանկյունից նրանք այդ եկամուտները կաճեն։ Սիրելի ցուլեր, Սև լուսինը մուտք գործելով կարիճ հայտնվում է ձեր 7-րդ աստղատանը, իսկ 7-րդ աստղատունը գիտեք, որ կապված է զուգընկերների գործընկերների հետ, այսինքն այդ ցլերի չարչրկված թեման կրկին հայտնվում են իրենց չգնահատող գործընկերներ, զուգընկերներ հայտնվում են անդադ իրենց սկսում են քննադատել, ընդհանրապես շրջապատի հետ կապված լայն իմաստով խնդիրներ կունենան ցուլերը։ Այսինքն մի կողմից Ուրանն է դեռևս գտնվում մինչև հուլիսի 7-ը, մյուս կողմից Սև լուսին ու հատկապես դա ակտուալ է մինչև հուլիսի 7-ը, ընկած ժամանակահատվածի համար ցուլերի տեսակետից։ Այսինքն միջավայրի հետ խնդիրներ հայտնվում են ինչ-որ շատ հաճախ ես այսպես ուսումնասիրելով տարբեր անձանց հորոսկոպեր կանանց գտել եմ, որ անդադ խնդիրներ են ունենում այդ կանայք, եթե իրանց Սև լուսինը 7-րդ տանն է, որտեղ հանդիպում են այնպիսի զուգընկերների, որոնք անընդհատ իրենց քննադատում են, դրականը չեն տեսնում իրենց մեջ, նակում բացասական են տեսնում եւ ավելին այդ զուգընկերները իրենց վրա ունենում են թուղթուգրեր եւ այլն եւ այդ խղճալով իրենց, չգիտեմ, որ նրանք խեղճ են, այսպես դա անգամ ամուսնացած են, բայց ոչինչ, կարելի է իրենց հետ ճորապագա ստեղծել ու դա մոլորություն է, այդպիսի բան չանեք, սիրելի ցուլեր, դա կբերի միայն բացասական զարգացումների ձեր կյանքում եւ ավելին, եթե դուք խղճում եք այդ մարդկանց, ումրակա այդ թուղթուգիրը, այդ տղամարդկանց, դուք կամ կանանց նույնպես այդ թուղթուգիրը ձեր վրա եք վերցնելու, դա շատ պետք է զգուշանալ դրանից այս 7-9 ամիսների ընթացքում մինչև դեկտեմբերի 20-ը։ Սիրելի երկվորյակներ, մտնելով
կարիճ, ուրեմն Սև լուսինը հայտնում է ձեր 6-րդ տանը։ 6-րդ տունը կապված է աշխատանքի հետ, պարտականությունների հետ, առողջության հետ։ Պետք է շատ ուշադիր վերաբերվել ձեր առողջության, հատկապես հուլիսի 7-ից հետո, երբ Ուրանը մոտ գործի երկվորյակներ եւ ձեր առաջի աստղատունը, դե առանձին դրանք անդրադառնանք, բայց ամեն դեպքում աշխատանքում հնարավոր է, աշխատակիցների կողմից հնարավոր է ինչ-որ հարցակումներ ձեր դեմ կամ ձեր տակը փորելու են այդ մարդիկ անպայման 6-րդ տունը, դա կապված աշխատանքի հետ, ձեզ գցելու ցանկություն է նրանց մոտ առաջանալու։ Ну, բնականաբար նաև գաղտնի առօրյան, ձեր առօրյան ավելի շատ դեպրեսիաներ եք ունենալու, սիրելի երկորակներ, դրանից նույնպես պետք է զգուշանալ։ Սիրելի խեցգետիններ, ձեզ համար Սև լուսինը մոտ գործելով կարիճ հայտնվում է 5-րդ աստղատան, 5-րդ աստղատունը սիրո, ընտանիքի, երջանկության, երեխաների տուն։ Իհարկե Սև լուսնի տարանցումը 5-րդ տնով անբարենպաստ է սիրո տեսանկյունից, այսինքն գայթակղություն սիրո մեջ կարող է ձեր մոտ առաջանալ, կարող է դուք մի մոմենտ մոլորվեք, ասեք, հա, հեսա նա է, ում ես երազել եմ ամբողջ կյանքը, բայց սուտ են, դա չի լինելու։ Կամ երեխաների հետ կապված, եթե հղիություն եք սպասում, նույնպես կարող է վտանգներ առաջանալ այդ պահպանման, հղիության պահպանման հետ կապված։ Ստեղծագործական ոլորտում կարող եք ունենալ հաջողություն, սիրելի խեցգետիններ, նաև բիզնեսի ոլորտում, եթե ձեր բիզնեսը ինչ-որ միստիկայի մոգության հետ է կապված, ապա ունենալով անպայման հաջողություն այդ ոլորտում։ Սիրելի առյուծիկներ, մտնելով կարիճ, Սև լուսինը հայտնվում է ձեր 4-րդ աստղատանից, 4-րդ տունը կապված է ընտանիքի հետ, երեխաների հետ, ծնողների հետ, այսինքն այս բոլոր ոլորտները, այսպես ասած, հարվածի տակ են հայտնվում, թուղթուգիր կարող է հայտնաբերեք ձեր տանը կամ անեն ձեր այդ թուղթուգիր հենց տան մեջ, որտեղ Սև լուսինը ինքնին թուղթուգիրի խորհրդանիշն է, ինչ այլոց ես ասեմ։ Տանը հնարավոր են ինչ-որ բարձ զարգացումներ, հիվանդություններ, զանազան ֆինանսական խնդիրներ եւ այլն, սիրելի առույցներ, պես որ պետք է զգուշանաք եւ շատ այսպես ձեր բարեկամներին մի քիչ մութ, ովքեր հակված են թուղթուգիրանոն է, ձեր տուն չթողնեք։ Սիրելի կույսիկներ, ձեզ մոտ Սև լուսինը հայտնվում է 3-րդ տանը, սա բարդ է։ 3-րդ տունը ամբողջ այդ 9 ամիսների ընթացքում բամբասանքների հավանականությունը շատ բարձր է, այսինքն հնարավոր է ձեր մասին կեղծ տեղեկատվություններ, կեղծ լուրեր տարածեն։ Ահա սա այսպես է արել, նա այդպես է կարել, խոսքով կեղծ իրականության չհամապատասխանող լուրեր տարածեն ձեր մասին։ Խնդիրներ կունենաք ձեր մոտակա միջավայրի հետ, սիրելի կույսեր, եղբայրների, քույրերի, հարևաններ, հնարավոր է հարևանները սկսեն ձեզ շատ նախանձել, ինչ-որ խնդիրներ ունենաք, կամ ինչ-որ խնդիրներ ունենաք հարևանների հետ, կարճ ճանապարհների ընթացքում հնարավոր է նաև ավտոմեքենայի հետ կապված խնդիրներ, պետք է նույնպես զգուշ լինեք, եւ ձեզ վերագրեն այն ամենը, ինչ որ դուք չեք ասել։ Դա նույնպես բամբասանքից զգուշացեք։ Սիրելի կշերքներ, ձեզ մոտ Սև լուսինը հայտնվում է 2-րդ աստղատանը, սա կապված արդեն ֆինանսների հետ, այսինքն եւ նաեւ եկամուտների աղբյուրների հետ։ 9 ամիսների ընթացքում, սկսած մարտի 27-ից, դուք խնդիրներ եք ունենալու այդ ֆինանսների հետ։ Սև լուսինը այնպես չէ, որ նա ձեզ զրկում է փողից, ոչ, ամենևին ոչ, նա ձեզ տալիս է այդ գումարը, տալու է այդ գումարը, բայց ոչ, մի խոսքով բարդություններով կամ դժվարություններով կամ ինչ-որ շատ խճճված զարգացումների հետ է կապված լինելու այդ գումարի ձեռքբերումը։ Կամ նա գումարը դուք աշխատելու եք եւ մեծ ծախսեր եք ունենալու միաժամանակ, որտեղ Սև լուսինը դա Սև խորոչն է, որը էներգիան տվյալ տան քաշում տանում է։ Դա նույնպես հավանական է, սիրելի կշերքիկներ։ Հնարավոր է գնի ձեր ինքնագնահատականը, որտեղ Սև 2-րդ տունը նաև ինքնագնահատականի հետ է կապված, նաև ունեցվածքի, այսինքն ձեր ունեցվածքը արդեն վտանգի տակ է, զգուշացեք, սիրելի կշերքներ։ Եթե սև ճանապարհով են գնում կշերքները, ապա նրանց շատ լավ կլինի ամեն ինչ, այսպես ֆինանսական ոչ մի խնդիրներ չեն ունենա։
Սիրելի կարիճիկներ, իհարկե ձեր մոտ առաջի տան մեջ է հայտնվում, Սև լուսին արդեն ասացինք, որ պետք է զգուշանալ, հնարավոր է տրամադրության տատանումներ, առողջական խնդիրներ, հնարավոր է ինչ-որ անհասկանալի, այսպես հոռետեսության նոպաներ եք ունենա, Սև լուսինը նաև հոռետեսության, առանց այդ էլ կարիճը հոռետես է, մի հատ էլ Սև լուսինը շատ հոռետես է դառնում կարիճը, բայց նաև դրական զարգացումներ են հնարավոր, վերջապես Սև լուսինը նաև այդ ձեր սիրելի աստրոհոգեբանության տեսանկյունից դա այդ ստվերն է, մարդու ստվերը, այսինքն այն մութ կողմը, որին մենք ուշադրություն չենք դասում, բայց այդտեղից նույնպես մենք դա ճանաչելով կարող ենք մեզ համար օգուտներ քաղել, այնպես որ հիշեք սիրելի կարիճներ, որ միայն բացասական զարգացումներ չի բերելու Սև լուսինը, դա ինքնաճանաչողության հնարավորություն է տալու ձեզ նաև։ Սիրելի աղեղնավորներ, ձեզ մոտ հենց մարտի 27-ից Սև լուսինը մուտք է գործում արդեն 12-րդ տուն եւ ձեր առաջի տուն մուտք կգործի միայն դեկտեմբերի 20-ից հետո։ 12-րդ տունը գաղտնի թշնամին են, ձեզ համար նույնպես վտանգավոր ժամանակահատված է։ Գաղտնի թշնամիներ, այսինքն դուք չեք կարող պատկերացնել, որ այդ մարդը կարող է ձեզ վնաս բերել, բայց նա ձեր թշնամին է լինելու, այսինքն անծանոթ մարդկանց հետ պետք է զգուշ լինել, սիրելի աղեղնավորներ։ Նրանց ձեր տուն չթողնել, շատ մոտիկ չթողնել, որովհետև այդ բոլոր բացասական ազդեցությունները հնարավոր է ձեր վրա արվի։ Արտասահմանում տարօրինակ զարգացումներ հնարավոր է, խնդիրներ արտասահմանում կացություն ստանալու եւ այլնի հետ կապված։ Զգուշ եղեք նաև ճամփորդությունների ժամանակ, հեռավոր ճամփորդությունների մասին է խոսքը, սիրելի աղեղնավորներ։ Սիրելի այս եղջյուրներ, ձեզ մոտ Սև լուսինը հայտնվում է 11-րդ տանը մուտք գործելով կարիճից, 11-րդ տունը դա կապված է ընկերների, գաղափարակիցների, երազանքների կատարման, չափահաս երեխաների եւ on-line բիզնեսի հետ։ Ահա այստեղ հնարավոր են նույնպես խնդիրներ եւ անհասկանալի խճճված զարգացումներ։ Հնարավոր է ձեր ընկերները ձեր մասին կեղծ տեղեկատվություն տարածեն։ Հնարավոր է նաև հայտնվի ինչ-որ կեղծ ընկեր կամ ընկերուհի, անգամ սիրային ոլորտում, այսպես ձեզ երկրպագու հայտնվի, որը որ նույնպես ինչ-որ բացասական իրականում ունենա խնդիրներ, Սև լուսինը ոչ միայն թուղթուկի, նա խնդիրներ առհասարակ, տարբեր բնույթի խնդիրներ կարող է, այդ թվում ֆինանսական խնդիրներ, հետո ձեզ խնդրի, ինձ օգնի եւ այլն, դուք օգնեք եւ ընկնեք կրակը, նստի ձեր գլխին, սա նույնպես հավանական է, երբ Սև լուսինը գտնվում է 11-րդ տանը։ Երազանքների տեսանկյունից, որ դուք երազում եք ինչ-որ բանի մասին, բայց դժվար է, այսինքն խոչընդոտներ այդ երազանքները իրականացնելու հետ կապված, նույնպես հավանական է։ Երեխաների հետ կապված հնարավոր խնդիրներ, չափահաս երեխաների եւ ձեր փոխհարաբերություններում։ Սիրելի ջրհոսիկներ, Սև լուսինը մուտք գործելով կարիճ հայտնվում է ձեր 10-րդ աստղատնից, 10-րդ աստղատունն դա կարիերան է, դա մեր մեծագույն ձգտումներն են սոցիալական կարգավիճակի հետ կապված, աշխատանք, կարիերա, պաշտոն, ահա սա ջրհոսների համար որոշակիորեն բարդ է տրվելու մոտակա 9 ամիսների ընթացքում մինչև դեկտեմբերի 20-ը, որովհետև Սև լուսինը հանդես 10-րդ տանը խնդիրներ է առաջացնում կարիերայի հետ, ահա ձեզ խոստացել են, որ դուք այդ պաշտոնը կունենաք, այդ, չգիտեմ, այդ աշխատանքին կընդունվեք, բայց չի ստացվում, ձգձգվում է եւ այլն եւ այլն, այնպես որ նամանավանդ, որ նաեւ Պլուտոնը շարունակում է իր ընթացքը 20 տարի շարունակ ջրհոսով, այսինքն սա ձեր առջև այդպիսի խոչընդոտները դրվում են գործնական, որպեսզի դուք վերաիմաստավորեք, ինչ եք դուք իրականում ցանկանում եւ ուզում։ Նույնը վերաբերվում է նաեւ սոցիալական կարգավիճակին, այսինքն ձգտումներին, ամուսնության, բաժանության, այդ բոլոր հարցերը ջրհոսների առջև կանգ են առնելու այս 9 ամիսների ընթացքում։ Եվ վերջապես ձկներ, ձկնիկների մոտ Սև լուսինը մուտք գործելով կարիճ հայտնվում է 9-րդ աստղատանը, իսկ 9-րդ աստղատունը կապված է արտասահմանների հետ, այդ չարաբաստիկ արտասահմանը։ Հնարավոր է ինչ-որ խնդիրներ արտասահմանյան ճամփորդությունների ժամանակ, հնարավոր է անհասկանալի ինչ-որ զարգացումներ կապված, ենթադրենք դուք ուզում եք կացություն ձեռք բերեք արտասահմանում, այլ երկրի քաղաքացիություն, այդտեղ խնդիրներ, բեռնափոխադրումների
ապրանքաշրջանառության հետ կապված, եթե դրանով եք զբաղվում, դրսից ինչ-որ ապրանքներ եք ներկրում, ահա այստեղ հնարավոր են խնդիրներ։ Գաղափարախոսության հետ կապված, այսինքն ձեզ մի կերպ են տեսնում մարդիկ, հետո ուրիշ ձևի են սկսում ընկալել, նույնպես հավանական է։ Ну, ընդհանրապես, այնուամենայնիվ դրականը լինելու է այն, որ այնուամենայնիվ ձեր երազած ճամփորդությունը դուք այս տարի ունենալու եք սիրելի ձկներ, հա, դրական ազդեցությունն է սև լուսնի։ Հա, այսքանը, սիրելի բարեկամներ, շատ ուրախ եմ, որ դուք 1 ժամ 33 րոպե ուշադիր լսում եք ինձ, մասնակցում եք այս ավարտական գարնանային մարտյան կիրակնօրյա եթերին, ասեմ, որ ապրիլ ամսվա ընթացքում կունենանք 1, եթե ինչ-որ շատ բարձ զարգացումներ տեղի չունենան, 1 ուղիղ եթեր կունենանք, մարս մորակը գիտեք ապրիլի 18-ին մուտք է գործում առյուծ, դրա հետ կապված ուղիղ եթեր կունենանք, իսկ մնացած զարգացումներ արդեն ես ներկայացրել եմ, 4 եթեր ունեցանք մարտ ամսվա ընթացքում, շատ հետաքրքիր եթերներ են, անպայման դիտեք այդ եթերները, եթե չեք դիտել, բաժանորդագրվեք աստղային խորհրդական Հակվերցյանի YouTube-յան ալիքին։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, առողջություն, երջանկություն, հուսանք, որ կհաղթի արդարությունը, ստեսություն։